Բացվիմատը կուրս իջայտանյաշտիկը ամրիտա, մենք սեզ հետ ուսումնասիրում ենք մեր դարաշրջանի համար նախատեսված գրողականության հոգևոր աճի սկզբունքները և պայմանավորվել ենք, որ քննարկում ենք այն տեսանկյունից, որ իրականում այս սկզբունքները իրանք կիրառելի են բոլոր հոգևոր ուղղությունների համար, որովհետև իրականում ինչպես մարդը պիտի կազմակերպի իր հոգևոր կյանքը, այդ սկզբունքները իրանք բացարձակ նույնն են բոլոր գրողականությունների մեջ, որովհետև իրականում ճանապարհը դեպի Աստված ինքը մի հատ է և ուղղակի իրենք տարբերվում են մի հանգամանքով, թե այդ ճանապարհով ինչքան են տանում, հա, то есть մենք մեր կենցաղում ենք, չէ, այդպիսի երևույթի հանդիպում, երբ որ ինչ-որ մի նպատակակետ ունենք, որտեղ մեր տնից ուղղակի տրանսպորտ չկա։ Եվ մենք ինչ-որ մի բան ենք նստում, գնում ենք միջև մի հատ ուրիշ կանգառ, այդտեղ տեղափոխվում ենք ուրիշ տրանսպորտի մեջ, որը որ գնում է այնտեղ։ Եվ այո, ասենք միջավայրեր կան, որտեղ ինքը ճշմարտությունը կամ այդ ճանապարհը ինքը մինչև վերջ չի որակագրված է, եւ այդտեղ ինչ-որ մի պահից անհրաժեշտություն է բանանում հայտնվում փոխել տրանսպորտը, հա, որպեսզի պրոստը կարողանաս հասնես երակետին, բայց ճանապարհը ինքը նույնն է, ինչ տեսանկյունից, որ կեթանիակը ինքը պետք է անհավատությունից մտնի կրոնականության դաշտում ձեռք բերի առաքինություն, առաքինուց հետո ստանա ազատագրում, անտարբեր դառնա նյութական աշխարհի հանդեպ, այդ ընթացքում մշտական ավելացնի իր կապվածությունը գերագույն Աստծո անձնավորության հանդեպ, չէ, եւ վերջնակետում գնա իր հավերժ կացարանա։ Այսինքն հանդիպի Աստծուն եւ Աստված իր թազիկից բռնած տանի իրան տուն, վերջ։ Ուրիշ ինչ-որ բան չկա, չէ։ Բոլորը դրանք են։ Կենցանիակը պիտի նյութական աշխարհից ինչ-որ մի բանի հաշվին դուրս գա, դա վերադառնա հոգևոր աշխարհ։ Դա կարող է լինել մենակ մի գործոնով։ Երբ որ ինքը ճիշտ է գնահատում նյութական աշխարհը, հիասթափվում է այդ աշխարհից, կապվածություն չի ունենում այդ աշխարհի հանդեպ եւ թողնում է գնում կենտրոնանում է Աստծո վրա, որպեսզի կարողանա վերադառնա հոգևոր աշխարհ։ Այդ ընթացքը ընդունել հոգևոր կյանքը եւ զարգացնել հրաժարվում նյութական աշխարհի հանդեպ եւ կապվածություն գերագույն Աստծո անձնավորության հանդեպ, այդ փուլը, ինչպես մենք տեսանք, այլացիները իրենք կոչեցին կարգավորիչ սկզբունքների փուլ, չէ՞։ Եվ կարգավորիչ սկզբունքների փուլը, ինչպես մենք ամեն անգամ քննարկում ենք, որ հիշենք, որտեղ ես հասկանում եմ, որ բառերը ձեզ համար նորություն են, ինքը բաղկացած է ուրեմն այս կարգավորիչ սկզբունքներով այդ հասկացողության մակարդակի, այսինքն երբ ազնվորությունն ինքը հասկանում է, որ հոգևոր կյանքի կանոնները պետք է պահպանել, եւ հետո զարգացման ընթացքում, այսպես սահուն ինքը անցնում է այն փուլին, երբ որ ոչ թե պետք է, այլ հաճելի է։ Եվ մենք ասեցինք, որ առաջի փուլում կենթանիակը ինքը որովհետև առաջի քայլով ինքը պիտի հրաժարվի նյութական աշխարհից, ինքը այն գիտելիքը, որ ինքը պետք է ավելի շատ ուսումնասիրի, քան Աստծո մասին գիտելիքը, դա նյութական աշխարհի հոգեբանությունն է։ Չէ՞, որովհետև ինչպիսի փորձ էլ ուզում է կենթանիակը ինքը ձեռք բերի նյութական աշխարհում, մենք ասենք այն մեր կյանքում, առօրյա կյանքում տեսնում ենք, որ կենթանիակը ոնց որ գիտեք, տնավարի ասում էլի, նյութական աշխարհից վազ չի անցնում։ Դες ինքը չի դադարում երազել, որ կարող է նյութական աշխարհում երջանկության հասնել։ Ինչու՞։ Որովհետև կողքերը կան միշտ այնպիսի մարդիկ, որոնք թվում է, որ երջանկության հասել են։ Երբ որ գնում ենք այդ երջանկության հասած մարդկանց մոտ, իրանցից 70%-ը մեզ պատմում են այն հեքիաթը, որ դա, այն պատմությունը, որ դա ընդհանրապես պատրանք է, որտեղ արտաքինից է թվում, որ ամեն ինչը հեշտ ու հանգիստ է, որ ամեն ինչը հարթ է, որ ամեն ինչը լավ է, հա, հատկապես աստվածամեժության դարաշրջանում, երբ որ ծնվում են կենթանիակներ, որոնք խաղաղ հարաբերություններ կառուցել չգիտեն, հա։ Եվ ասենք այդ փուլը ինքը
շատ կարևոր փուլ է, որտեղ այդտեղ է անձնավորությունը ինքը կայանում որպես հոգևոր մարդ։ Եվ հենց այդ փուլը լինելու է մեր սկզբնական քննարկման թեման, որտեղ այստեղ Բաքսիմինոն Թակուրը ինքը շատ լուրջ է մտնելու, շատ ինչպես եւ ամեն տեղ, հա։ Մենք ձեզ հետ երկու հանդիպում է քննարկել ենք, որ այսպես էլի ընդհանուր սկզբունքները, չէ՞, ասենք, որպեսզի մոտավորապես այսպես գլոբալ պատկերացում կազմենք, թե մեզ ինչպեսի ճանապարհ է սպասվում այն անձնավորությանը, որը ինքը ուզում է հիմա այսպես ռեալ Աստծուն հանդիպել։ Ես անկեղծ ասեմ, երբ որ առաջի անգամ ես եմ այս գաղափարի հետ շփվել, ճանապարհ, որտեղ կարելի է վերջում ռեալ հանդիպել Աստծուն։ Ես մտածել եմ, որ ամբողջ կյանքս մի կողմ եմ դնելու ու ոնց կարող եմ ընդհանրապես զբաղվելու եմ այս ճանապարհով, որտեղ դրանից ավելի գայթակղիչ ճանապարհ այս աշխարհում գոյություն չունի, որտեղ ինձ առաջի անգամ էին ասում հավատա բան մեռնելուց հետո, չգիտեմ ինչ, ինձ առաջի անգամ էին ասում պրոստը արա ճիշտ ու կհանդիպես։ Ու ինձ համար արդեն էդի կյանքից ավելի թանկ էր այդ կետը, որտեղ այնպիսի բանի մասին էր խոսքը, որ ասենք դու նայում էիր քո շրջապատում եւ տեսնում էիր, որ շրջապատը ինքը բաժանվում է երկու մասի, որոնք հավատում են, որոնք չեն հավատում, ու երկուսն էլ հենված են հավատի վրա։ Պրակտիկա չկա։ Իսկ այստեղ քեզ ասում են այս արա ու կհանդիպես։ Ուստի ոստե։ Ես նույնիսկ չէի պատկերացնում, որ այդպիսի նախադասություն կարելի է լսել ու դրանից բացի ընդհանրապես ինչ-որ բանով հետաքրքրվել։ Բայց ինչևից է, փորձը ցույց է տալիս, որ մարդիկ շատ հանգիստ անում են այդպես, բայց բանա է, ամեն մեկի ինտուիցիոնն է։ Բայց հիմա այդ ճանապարհը պիտի անցնի, չէ՞։ Մենք ընդհանուր առմամբ խոսեցինք նրա մասին, որ Բաքսին ինքը այդպիսի կառուցվածք ունի, որ աստվածամերժության տարաշրջանում գերագույն աստվածավորությունը ինքը անում է առաջի քայլերը։ Ինչու՞։ Որտեղ մենք ասում ենք, չէ՞, մենք սա աստվածամերժության տարաշրջան է։ Դա նշանակում է, որ ապրում են կենդանի էակներ, որոնք իրանք չեն հետաքրքրվում Աստծուն։ Իրանց հետաքրքիր է միայն իրանց զգայարանները բավարարելը, որտեղ ես կարող եմ, որտեղից ինչ հաճույք կարող եմ ստանալ, ինչ Աստված կարգավորի սկզբում բարոյականություն, ինչում ստեղված է ամեն ինչը։ Հասկանում եք, դրա համար աստվածամերժերը իրանք ստեղծում են կամ բռնությամբ լի հասարակություն կամ մրցակցության հասարակություն եւ այդ բռնությամբ լի համեմատ այդ մրցակցության դաշտը կարծում է, որ քեզ Աստված ջան, ինչ լավ բան է, չէ՞։ Բայց իրականում դա երկուսն էլ դաշտ են, որտեղ կենդանիակներ իրանք մեկ-մեկին տառապանք են պատճառում եւ երկու դեպքում էլ կա վերևում ինչ-որ մի հոգի, որը հաղթեց։ Ու այդ մի հոգու նայելուց է, որ այն մնացածը հույսներից չեն կտամ։ Որտեղ իրանք մտածում են, որ դա հնարավոր է։ Բայց մենք գիտենք, որ ամեն մի հաղթանակի հետևում մենք ինքներս այդ կենցաղի մասին եւ ֆիլմեր ենք նկարում, եւ գրքեր ենք գրում, եւ չգիտեմ ինչեր ենք անում, չէ՞, որ ասենք այ իրականում օրինակ փառքը ինքը ոնց է տրվում, չէ՞, կամ իշխանությունը ինչի հաշվին է տրվում։ Հասկանում եք, այդտեղ մարդը պիտի sense 100 քայլ իր վրայով անցնի, իր մարդու ներսում եթե 5 գրամ մարդկություն ունի, այդ մարդկության վրայով 100 տեղ պիտի անցնի, որպեսզի կարողանա աստվածամերժության դարաշրջանում ինչ-որ մի բանի հասնի, չէ՞, եթե մենք լուրջ ենք եղել արդեն խոսում առանց բաների, ձևականությունների։ Եվ տեսեք, հիմա ասենք, այսինքն գերագույն աստվածավորությունը ինքը առաջինն է քայլել անում։ Մենք անցյալ անգամ ձեզ հետ խոսացինք, որ այդ հանգամանքը, որ ինքը առաջինն է քայլել անում, մարդիկ իրանք սովորաբար չեն գնահատում դա որպես ողորմածություն։ Եվ շատ հաճախ, եթե մարդը ինքը նույնիսկ ընդունում է Աստծո այդ առաջի մեկնած ձեռքը, ինքը մի հատ այնպիսի դեր կա ընդունում, մոտուտ ինքը Աստծուն ադալժենիա ոնց է։ Բայց մենք հայերս տեսել ասում ենք, չէ՞, ադալժենիա անում էլի, հասկացաք, չէ՞, ալբիտ իրավիճակ է ստացվում,
Բայց ինչևից է, այդ առաջի քայլով Գերագույն Աստվածածությունը ինքը բոլոր դեպքերում անկեղծ հոգիներին սկսում է հավաքել, չէ՞։ Հիմա ինքը հավաքեց կա խնդիր ինչպես կայանալ հոգևոր կյանքում։ Այսինքն առաջի փուլով Գերագույն Աստվածածությունը ինքը ուղարկեց իր ծառաներին ամենտեղ եւ այդ ծառաները ընկան փողոցեր, ընկան դռներից դուր, ոնց որ Հիսուսն էր ասում, հա։ Ընկան դռնից դուր ու սկսեցին փնտրել։ Ում են իրանք փնտրում։ Նրանց, ովքեր որ հետաքրքրվում են ճշմարտությամբ։ Հա, այդ ճշմարտության մի հատ հատիկը մեջը կան, ազնվությունը ինքը անպայման բռնվում է այս գիտելիքից։ Եթե ճշմարտության հանդեպ հակում չկա, ինքը ուղղակի սողում ընկնում է ներքև ու վсё։ Որտեղ առանց ճշմարտության հանդեպ հակումի բացի մեջ, կարելի է հրապուրվել մնալ, ինչ-որ գալ, բայց մնալ հնարավոր չի։ Ճշմարտության հանդեպ պիտի հակում լինի։ Ու կենդանիակը ինքը այնտեղից է կանգնացնում իր հոգևոր կյանքը, որտեղ մենք կարող ենք տեսնել, որ մարդիկ կան, որոնք իրանք 30-50 տարի հոգևոր կյանքով են զբաղվում, հետո պետք է թողնում են հոգևոր կյանքը, փոշմանում են, որ հոգևոր կյանքի վրա են ծախսել իրանց ժամանակը եւ վերադառնում են նյութական աշխարհ, չէ՞։ Հիմա, ուրեմն դրա հետ մեկտեղ, ասենք, այդ հանգամանքը հաշվի առնելով պիտի հասկանանք, որ այո, կենդանիակները իրենք որտեղ որ իրանք դրանից են կողմ, ոնց ասեմ, էլի, դրանից են կողմ չեն կարողանում ճշմարտությամբ հետաքրքրվել։ Դրա ինչ նշանակում կեղծ ես նախանգարում։ Դա նշանակում է դրանից են կողմ ինքը չի կարողանում ճշմարտությամբ հետաքրքրվել։ Դրանից են կողմ ինքը ուզում է, որ Աստված հաշվի նստի իր կեղծ եսի հետ։ Իսկ ինչն է կեղծ եսը։ Կեղծ եսը հոգու համար դա ամենամեծ սուտն է։ Հասկանում եք։ Ամենամեծ սուտը, որը հոգին կարող է ինքը իր մասին հորինել, այդ իր նյութական մարմինն է։ Հա։ Բայց ինքը ոնց է կարճած այդ ստից, եւ այդ ամեն մեկը ինքը գալիս է այնքան, ինչքան որ կարողանում է ճշմարտությունը ընդունել։ Հենց որ ինքը հեռացավ, այդ նշանակում է ինքը իր զապասը կորցրեց, ինքը ստեղից են կողմ չի կարողանում ճշմարտությունը կանի, որտեղ այստեղից են կողմ գալիս է այն գիծը, որ ինքը սկսի իր կեղծ եսը, իր նյութական մարմինը զիջել, իսկ ինքը չի կարողանում այդ անել, որտեղ կապված է այդ մարմինը։ Հասկացա՞ք, ինքը արտաքինից կարող է ուրիշ պատճառներ թվա, բայց իր այն հիմնական քոքը այդտեղ է, որովհետև Աստված է, որ աստվածամեժության դարաշրջանում կենդանիակները իրանք վերականգնում են իրանց կրոնականությունը ճշմարտության հանդեպ հետաքրքրասիրությունը պահպանելով։ Ճշմարտության հանդեպ հակումն է միակ գործոնը, որը կենդանիակին բերում է հոգևոր կյանք։ Հասկանում եք, թեկուզ կարելի ասել իրանք գալիս են որ տառապանքից ազատվեն, բայց այս որ իրանք գալիս են տառապանքից ազատվել, իրանք էլի ճշմարտության հետևից են, չէ՞ գալի, որտեղ հարցով են գալիս, ինչու են տառապում։ Ճշմարտությունն են, չէ՞ ուզում իմանալ, ինչու են տառապում, որ կարողանան այնպես անեն, որ չտառապեն։ Մեկ դա էլի ճշմարտության հանդեպ հակումն է։ Հիմա, եւ ուրեմն մենք այսօր խոսացինք դրա մասին, չէ՞ որ այդ կարգավորից սկզբունքները եւ որ մտանք, հիմա այդ արդեն սկսվում է տեխնիկական խոսակցություն։ Կենդանիակը ինքը հակում չուներ, իրան ինչ որ բան է դուր եկել, որ ինքը եկել է։ Այն քարոզողի մռթից սկսած, մինչև չգիտեմ, գրքի աբլոշկան, չգիտեմ, այն քաղցրավենիքը, որ իրանք հյուրասիրել են, կամ այն գիրքը, որը ինքը դուր է եկել, կամ եթե դա օրինակ եթե ինքը նվիրալներին հանդիպեն, նո այստեղ դա չի արվում, բայց թե ամբողջ աշխարհով մեկ նվիրալները իրանք հանգստան օրերին, այսպես հնդիկների նման հագած, շատ առաջ այդպես չէին անում, հիմա արդեն մշակվել են, շատ գեղեցիկ հագնված, երաժշտությունը մտածված, պաստանովկաների պարերով, դուրս են գալի փողոց, մի ամբողջ շքեղ բան են ցույց տալիս, ներկայացում են ցույց տալիս, հա, եւ այդ ընթացքում գովերքում են Գերագույն Աստվածածության անունները, հա,
Հիմա մեկին այնտեղ պարողներից մի հատ աղջիկ ա դուր գալիս, մեկին մի հատ տղա ա դուր գալիս, մյուսին գիրքն ա դուր գալիս, մյուսին սա, ինչ որ մի բան է դուր ա գալիս, որ ինքը մարդուն բերում է, ինքը սկսում է փնտրել, դրանք ուր են вообще։ Հիմա ուրեմն այսինքն այդ երբ որ եղավ, ինքը եկավ, հիմա ինքը պիտի հասկանա, ինքը այստեղ այն որ մի հատ իմպուլսի ասացիատակ եկել է։ Ինչ պիտի լինի, որ ինքը կարողանա մնա։ Հա? Եվ այստեղ պատասխանատվությունը ինքը ընդդնում է հոգևոր ուսուցիչների եւ նրա հասուն աշակերտների վրա։ Իհարկե, հոգևոր ուսուցիչը չի որ բոլորին դիմավորում է։ Իրականում նորեկ մարդուն դիմավորողը դրանք, այսպես կոչված բան հասուն աշակերտներն են, չէ՞, որոնք իրանք պիտի օրինակ լինեն։ Եվ եթե այդպիսի աշակերտներ չկան, որոնք իրենք ասենք նորմալ զբաղվել են իրենց հոգևոր առաջընթացով եւ կարող են տարբերվել յութական շփումից, չէ՞, կամ եթե ասենք կան, բայց մարդուն բախտը չբերեց, ճակերտավոր ասած, մենք ասենք, երբ որ եկավ չհանդիպեց այդպիսի հոգևոր մարդու, հանդիպեց իր նման սովորական մարդու, որը նույն թերությունը ունի, ինչ որ ինքը ունի, եւ այդ ժամանակ այդ շփումը ինքը չի տարբերվում նյութական շփումից, եւ ազնվությունը ասում է, չհասկացա, ինձ հոգևոր ակարները։ Ու ինքը դեռ չեկացի, աստափում ու գնում է։ Ինչի, որտեղ ինքը մեղավոր չի, ով է մեղավոր։ Պատասխանատվությունը միշտ նրանն է, ով ավելի շատ գիտի։ Միշտ։ Հասկանում եք, որտեղ մնացած իրանք սխալվում են, որտեղ չգիտեն։ Իսկ իմացողը, երբ որ ինքը սխալվում է, այդ այդքան էլ լավ բանի մասին չի խոսում։ Որտեղ իրա սխալ, դա սխալ չի, դա գիտակցաբար ընտրություն է։ Հասկանում եք, հիմա։ Եվ այդ սկզբնական էտապը արիացիների կուլտուրայի մեջ, այսպես գեր մասնագիտացված անում է Շիլա Պրաբհուպադը։ Նրանք, ովքեր կարդում են Շիլա Պրաբհուպադայի գրքերը, իրանք չեն կարողանում այն միծերից դուրս գան այն ինչ որ եղել են։ Պրաբհուպադը մի հատ այդպիսի դեպք ուներ, չեմ հիշում որտեղ էր, այդ ընկերներից մեկը դասախոսությունից հետո ձեռքը բարձրացնում հարց է տալիս, ասում է, Պրաբհուպադ ասում է, դուք ձեր գրքերի մեջ այդքան հաճախ եք էլի կրկնում, Քրիստոն Աստվածն է, կրկնեք մանդրան, Քրիստոն Աստվածն է, կրկնեք մանդրան, ինչի այդքան շատ էդի ասում, մի անգամ ասում եք հասկացանք էլի։ Պրաբհուպադ ասում է, դուք կրկնում եք մանդրան։ Ինքը ասում է, չէ, ուրեմն չեք հասկացել, չէ, այդքան ասելուց հետո։ Ինքը վարժին այդ շատ բանա, դիպուկ վազնավորություն է, էլի, պատահում չեք հասկացել, չէ, այդքան ասելուց հետո էլի չեք կրկնել, ուրեմն ես քիչ եմ ասել, գնամ մի քիչ եմ ավելացնում։ Հա։ Հիմա ինչ է քննարկում, այսինքն մարդ ազնվորությունը այդ ամենաառաջի քայլը դա է, որ կենթանիակը ինքը չի հետաքրքրվում, ողորմածությունը գալիս է։ Եվ այդ է, որ տենց չի, մարդիկ մտածում են, որ այդ ողորմածությունը գալիս է բոլորի համար, հա, ինքը բոլորի համար, բայց այդ բոլոր նշանակում է ամեն տեղից, ով ուզում ես եղի։ Միակ պայման կա, ճշմարտությունով պիտի հետաքրքրվես։ Որտեղ մենակ այդ դեպքում է, որ դու կզգաս, որ ճշմարտություն կտար, հա, ոնց ես իմանում ճշմարտություն կտար, թե սուտ ես կտել, չկա տենց հարց, որի պատասխանը չկա, ու չկա տենց պատասխան, որը ոսկորը տեղը գցող չի, հասկանում եք, ինչ քեզ բացատրվում է, դու հասկանում ես, որ դուրս ես գալի աշխարհ, նայում ես, տեսնես հարելի, ոնց առաջ ես չերի հասկանում, որ այսի սենց է, կամ այսի էս է նշանակում, չէ՞, այդ դա նշանակում է, որ ճշմարտության հետ ես բանանում, որտեղ ինքը քեզ անմիջապես օգնում է, որ երբ որ դու իմенно այդ գիտելիքի տեսանկյունով ես նայում աշխարհին, ինքը քո համար դառնում է պարզ։
Հասկանում եք, երբ որ դուք ստանում եք ինչ-որ մի հատ գիտելիք, որը հետևանքում ձեզ ավելի խճճում է, դուք вообще չեք կարողանում հասկանալ, թե այս աշխարհում ինչ է կատարվում, չէ՞։ Դա շատ մոտեղ ճշմարտություն չկա։ Ճշմարտությունը ինքը միշտ օգնում է, որ այ ազնվորությունը ինքը ասած էլի պարզ ուրիշ աչքերով տեսնի աշխարհը։ Հիմա խոսացվեց նրա մասին, որ ինքը ասել դա ինքը բանալից պիտի ինչ-որ մի բան հասկանա, դրանից հետո հաստատվում է հոգևոր կյանքի մեջ։ Ինչի հաշվին է դա արվում։ Մենք անցյալ անգամ ձեզ հետ խոսեցինք դրա մասին, չէ, որ այդ կարգավորիչ սկզբունքների էտապում կենդանիակը ինքը բանանում ընդունում է պրակտիկան շատ խիստ ձևով, չէ, եւ այդ սկզբնական էտապում ինքը իմաստություն չունի։ Այսինքն սկզբնական էտապում իր կրոնականությունը ինքը հենված է հավատի վրա, եւ այդ իր հավատը ինքը շատ փխրուն է։ Դրա համար իր համար ահավոր կարևոր է, թե ինքը ինչ շփում ունի։ Հասկանում եք, իսկ մենք գնայինք, էլի, ինքը ահավոր կարևոր է, թե ինքը ինչ շփում ունի, չէ՞։ Եվ մենք խոսացինք դրա մասին, որ իրականում այդ շփումն է որոշում, թե ինչքան արագ իր հավատը փխրունից կդառնա հաստատուն։ Հասկանում եք։ Հիմա աստվածամերժության դարաշրջանում, որովհետև տառապող մարդիկ իրանք շատ են, հատուկ նշանակություն ունի, երբ որ մարդը ինքը ծանոթանում է այնպիսի հոգևոր մարդկանց հետ, որոնք իրենք փորձությունների, տառապանքների մեջով են անցել, բայց հավատի մեջ մնացել են հաստատուն։ Այսինքն ինչ ուզում է իրանց հետ եղած լինի, իրանք Աստծուց չեն նեղանում, չեն հեռանում, չեն մեղադրում։ Երբ կարելի է այդպիսի մոտեցում ունենալ։ Մենակ այն ժամանակ, երբ որ դու, ասենք, էդի տենց չի էլի, որ ասեք, Աստված ինքը մեղավոր է իմ տառապանքների մեջ, բայց ես ինձի զոռով հավոզում եմ, որ չէ, ինքը մեղավոր չի։ Չէ, այդ դրա համար է, որ գիտելիքն է պետք։ Այսինքն հոգևոր կյանքը ինքը պետք է ունենա հոգևոր գիտելիք, այսինքն գիտելիք Աստծո մասին, որտեղ դու նախապես իմանում ես, թե Աստված ինքը որտեղ է խառնվում, որտեղ չի խառնվում, որովհետև կա մի հատ շատ կարևոր թեմա, դա կենդանիատների ազատությունն է։ Ու մարդիկ իրանք շատ հաճախ մեղադրում են Աստծուն նրանում, ինչու որ մեղավոր են կենդանի էակները։ Այդ Աստված այդտեղ կապ չունի ընդհանրապես։ Հասկանում եք, ու մարդիկ իրանք նույնիսկ չեն էլ ուզում էդի նկատեն, ամբողջ պատասխանատվությունը գցում են Աստծո վրա, ու ստացվում է այնպես, որ այդ կենդանիակը ինքը բան է, ռոբոտ է։ Այսինքն ինքը իր մեջ տենց process չունի, էլի, որ օրինակ նայեց իրան, մեկ էլ նախանձեց ու որոշեց, որ ես մարդու կյանքը ավիրի, որ էլ նախանձելու բան չունենա։ Կարող եք ինձ ասեք, այդ process-ի մեջ Աստված ինչ կապ ունի вообще։ Բայց կենդանիակը ինքը ասում է, Աստված սրան ինչի ուղարկեց իմ կյանքը։ Հա? Բայց հարցը ինքը լրիվ ուրիշ է։ Դու ինչի ես քո կյանքում հայտնվել այդտեղ, որտեղ կան նախանձներ։ Կարելի է իմանալ։ Հասկացաք, չէ՞։ Բայց ու այդտեղից այդ գծիկը ինքը ամենակարևոր գծիկն է։ Այդտեղ է, մինչև այդ գծիկը ինքը չքանդվի, կենդանիակը իր վստահությունը Աստծո հանդեպ չի վերականգնում։ Ինքը պետք է սովորի տարբերել, որտեղ է իր տառապանքների մեջ մեղավոր հենց ինքը, որտեղ է մեղավոր ուրիշ կենդանիակներ, իսկ որտեղ է որ գերագույն աստվածությունից ասում է միակ տեղը, որը ես եմ անում, դա բնության բաներն են։ Սիխիմի բեստը, ոնց է աղետները, այդ ես եմ անում։ Երբ եմ էդի անում, երբ որ պիտի խմբակային ճակատագիր իրականացնեմ, այլ երբ որ ինչ-որ մի հատ խումբ մարդ ինքը նույն բանի է արժանի, դրանց հավաքում եմ այդտեղ ու սարքում եմ ցունամի, գիտեմ, վուլկան, երկրաշարժ, ես իմ ինչ, չէ՞։ Հիմա ասենք, մենք գիտենք, որ մենք սեյսմիկ զոնայում ենք ապրում։ Գիտենք, չէ՞։
Ինչի է կապում ստեղ։ Շարունակում ենք, չէ՞ ուտրել։ Բայց եթե հանկարծ երկրաշարժ կլինի, կոսենք Աստված ինչի երկրաշարժ արեց։ Բայց ինքը քեզ նախորդ ասել է, չէ՞, ստեղ սեյսմիկ զոնա է, դու գիտես, չէ՞ որ սեյսմիկ զոնա է, ինչի՞ է ստեղ ապրում։ Նենց ոնց որ էսի դրախտ է։ Հասկացա՞ք, չէ՞։ Սա իրականում ինքը շատ կարևոր թեմա է, եւ այդ առաջի կծիկը, որ պիտի քանդվի, այն դա է։ Հիմա տեսեք, կենդանիակը ինքը իրանով այդ կծիկը չի կարող քանդի։ Ինքը ոչ էլ գիտելիքը ունի, ոչ էլ այդ տեսողությունը ունի Աստծո անմեղության։ Ո՞վ է կարող։ Մենակ այն ազնվությունները, որոնք հասնում են, չէ՞, հոգևոր կյանքում։ Ու այլացիների մոտ իրանք կոչվում են հոգևոր ուսուցիչներ։ Ուրեմն այդ այմա այդտեղ են գալիս արդեն, այսինքն կարգավորիչ սկզբունքների մեջ, չէ՞, նայեք, մակրոյով ինքը կարգավորիչ սկզբունքներից պետքա պիտի անցնի ուզում եմ, չէ՞։ Այդ պետքայից դեպի ուզում եմ ինքը անցնում է նրա հաշվին, որ ընթացքում համել Աստծուն ճանաչում է այնպիսին է, որ ինքը համոզվում է, ոչ թե մենակ կարդալով, ինքը իր կյանքով էլ է համոզվում, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը միակն է, որ առնամի նրան, որ իրան հիշես։ Այդ դրա հաշվին է, որ ինքը գնաց ռագայի մեջ, այսինքն սպոնտան հոգևոր կյանքի մեջ, որտեղ ինքը արդեն միայն Աստծով է հետաքրքրվում, չէ՞։ Հիմա, բայց այդ ամբողջը դա ահագի մեծ ճանապարհ է, կենդանիակներ իրականում այդ վայթի բակտի կամ կարգավորիչ սկզբունքների հոգևոր կյանքը կարող են մի քանի կյանք անցնել։ Հասկանում եք։ Ասենք կլասիկայի մեջ, ես դա մի քանի անգամ ասել եմ, դա հենց տեսա, չէ՞, թե ինքը մնաց մտավ Վառնաշանը դարմայի մեջ, այսինքն հոգևոր հասարակություն, ու այնտեղ գնաց սովորական քաղաքացուց մինչև բրահման։ Այդքան ծնվում է։ Ահագին ծնունդներ է անցնում, մինչև ինքը գալիս է բացարձակ այդ հրաժարման, այսինքն բացարձակ վստահության Աստծո հանդեպ, որտեղ մենակ այդ վստահության դեպքում է, որ ինքը կարող է հրաժարվի նյութական աշխարհից։ Եթե ինքը 100%-անի վստահություն չունի, ինքը հրաժարված է այնքանով, ինչքանով որ վստահ է Աստծո մեջ։ Հասկանում եք։ Եթե ինքը Աստծո մեջ վստահ չի, ինքը մեկ է, ինքը ինչ-որ քայլեր անում, այն նյութապաշտին բնորոշ։ Հասկացաք։ Հիմա այդ կարգավորիչ սկզբունքների կյանք մտնելու համար հեղինակությունները ասում են գոյություն ունի 64 սկզբունք, որոնք իրանք շատ կարևոր են։ Ուրեմն առաջի 10-ը դա այն սկզբունքներն են, որոնք իրանք օգնում են, որոնց պահպանելով կենդանիակը ինքը կրան մտնա։ Ինչ? Գրագետ, այ գրագետ է մտնում հոգևոր կյանք։ Եվ գոյություն ունի 10 սկզբունքներ, որոնք ինքը իրանք ցույց տալու անով մատնանշում են, թե մարդը ինքը հոգևոր կյանքում ինչ պիտի չանի, որպեսզի լինի հաջողակ։ Չէ, այսինքն որ մարդը ինքը մտավ հոգևոր կյանք, կարծեմ ու պատշնորհի տալ մենք դու նայել ենք, չէ։ Երբ որ մարդը ինքը նոր մտավ հոգևոր կյանք, այդ ամենաառաջի հերթին ինքը պիտի հասկանա ինչն է բարենպաստ իր հոգևոր կյանքի համար, իսկ ինչն է ոչ բարենպաստ։ Այսինքն ինչն է օգնում, որ իր հոգևոր կյանքը ծաղկի, եւ ինչն է օգնում, որ իր հոգևոր կյանքը ավիրվի։ Հա։ Ուրեմն դա այդ սկզբունքներն են եւ մնացած սկզբունքները արդեն այսինքն 20 այն դրան են վերաբերվում, մնացած իրանք կոչվում են սկզբունքներ, որոնք հոգևոր կյանքը ընկալում է որպես վիրավորանք։ Այսինքն ավիրող բան, ոչ թե ոչ բարենպաստ, այլ վիրավորանք։ Հասկացա՞ք, չէ՞։ Որտեղ ոչ բարենպաստը դա նշանակում է դուք ինչ որ մի բան եք էլի, ինչ որ այնպիսի շփում եք ունեցել, որը ձեր վրա լավ չի ազդել։ Հա։ Իսկ վիրավորանք դա նշանակում է դուք ինքներդ անհարգալից վերաբերմունք եք ունեցել։ Այսինքն տեսեք, երբ որ մենք խոսում ենք կարգավորիչ սկզբունքների էտապի մասին,
հոգեբանական տեսանկյունից ամենաառաջի բանը, որը մեր մոտ պետք է տեղի ունենա, դա է, որ մենք պետք է վերականգնենք մեր հարգանքը Աստծո հանդեպ, չէ՞։ Հիմա տեսեք, կան հոգևորականներ, որոնք իրանք այս բոլոր սկզբունքների առաջ, այդ 64 սկզբունքների առաջ, եթե դուք ասենք ինքնեդ նայեք, դուք կտեսնեք, որ ես ամեն տեղ այդ խոսքը հանել եմ։ Իրանք օգտագործում են մի հատ խոսք, որը ես ահա որ բառեր չեմ գտնում, որ ասեմ ոնց չեմ սիրում։ Это слово должен, հա? Այսինքն պարտավոր ես։ Ինչ է նշանակում պարտավոր ես հարգես, ինչ է նշանակում պարտավոր ես սիրես, որովհետև իմ համար ցանկացած, և ես Գերագույն Աստծո ազնվորությանը հենց այդպիսին եմ ճանաչում ու դրա համար սիրում եմ իրան, ինքը երբեք ոչ մի կենդանիակի իր հանդեպ ոչ մի վերաբերմունք չի պարտադրում։ Միակ բանը, որ ինքը անում է, ինքը ասում է, որպեսզի ես քո հետ նենց շփվեմ, որ դու ինձ ճանաչես, կամ որպեսզի քո հետ ընդհանրապես շփվեմ, կան ինչ-որ պայմաններ։ Չէ՞։ Օրինակ ասենք ամեն մի մարդ ինքը ունի, չէ՞, իր մեջ այս սահմանը, որ կան այնպիսի մարդիկ, որոնց հետ ինքը չի շփվի։ Որտեվ ոչ թե որ բարձր, այլ որտեվ ինքը գիտակցում է, որ դա շատ անբարենպաստ շփում է, վտանգավոր։ Ինչ համար, որտեղ եթե անձնավորությունը ինքը վատ որակներ ունի, ինքը այդ վատ որակներով եթե մտավ իմ կյանք, ինքը կամ ինձ տառապանք է պատճառելու, ես դրա համար իրանց խուսափում եմ, չէ՞։ Որտեղ եթե հիմար լինեմ, չէ՞ որ ձգտեմ շփվեմ մի ազնվորության հետ, որ ինքը այնպիսին է, որ ինքը հայտնվում է իմ կյանքում, ինքը իմ կյանք մենակ տառապանք է բերում։ Ես ինչ կարգի հիմար տիրն եմ, որ ձգտեմ տենց շփման։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այդ Գերագույն Աստծո անձնավորությունն էլ ինքն էլ իր պայմանները ունի։ Մենք դա 100 անգամ քննարկել ենք։ Իր պայմանը բարոյականությունն է։ Այսինքն, ուրիշ կենդանիներին, եթե դեռ չես կարողանում, ինքը ներում է։ Ամենակարևորը, չես պատրաստ չես տառապանք պատճառելու։ Այսինքն, եթե նույնիսկ տառապանք ես պատճառում, դա մեզ անգիտակցաբար։ Այլ ոչ թե միտումնավոր։ Պրոստը որտեղ որ նա քիչ մի բան սխալ հասկացար, կամ ինչ-որ մի բան մի քիչ գիտես, բայց քո մեջ դու տենց միտում չունես, այս չես նստում էլի մտածում, այս բասի, այսի ես ուզում եմ, այս այլանդակն էլ ուզում, ինչ անեմ, որ սրան արանքից անեմ, իրան կարող է, ինքը շատ ուզում էլի, կարող է մահանայից էս իրանը չլինի, եկ չանդամ, ավեր լապտոն մահանա, մի հատ խոջնդոտ ավելի քիչ կրնի, չէ՞։ Այդ նշանակում ես միտումնավոր, ես պատրաստ եմ, չէ՞։ Բայց մյուսը ինքը կարող անստի ասի, բայ, ես իսլամն անբան ես, ես ուզում եմ, այն փողն էլ ունեմ, բան գնամ առնեմ, ու ինքը չի իմանում, որ ինչ-որ մեկը կողքը, չգիտեմ, 10 տարի փողը հավաքի, որ էդի առնի, ինքը կարծա տեսնա չկա, բավուր է, ծիսանից առաջ, 5 րոպե առաջ, մեկը եկավ, բայ ես դրա, հա, չէ, հասկանում եք, այդ միտումնավորը ոչ միտումնավորից ինքը տարբերվում է, ու Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդ должен բառը, ես խնդրում եմ, էլի, եթե հանդիպեք մարդկանց, որ իրանք ձեզ ասում են պարտավոր ես, բաժահարկ ես, ինչ, մի լսեք դες մարդկանց, որովհետև այդ ամեն ինչը իրականում Աստված ինքը տենց չի դնում։ Ինքը ասում է դու պրոստը շփվի իմ հետ, հա, այև որ դու կարդում ես Բաղավադ-գիտան, դու շփվում ես իմ հետ, ու դու իմանում ես, թե ես ինչի մասին ոնց եմ մտածում, երբ որ դու կարդում ես Մահաբհարատան, Բաղավատանը, Ավետարանը, Հիսուսինը, ոչ թե հինը, դու իմանում ես, թե ինձ ոնց են սիրում նրանք, ովքեր որ իմ հետ շփվում են, ինչի համար են սիրում, որտեղ իրանք էդի պատմում են, հասկանում եք, դու այնտեղ ա որ փափկում ես, ոչ թե դու գալիս ես ու քեզ սկզբից դու պարտավոր ես հարգես,
Հա, զգացմունքը հնարավոր չի լինել պարտավոր, որտեղ հարգանքը դա վերաբերմունք է, չէ՞։ Հա, եթե ես արդեն իմ մեջ ինչ-որ մի հատ այս լփիշ անձնավորություն եմ, որ ոչ մի բան չեմ անում, ինձ ստիպում են, ասում են, այ թագավորին երբ որ տեսար, պարտավոր ես գլուխդ խոնարհես, չէ՞։ Ստրուկներին ինչ էին ասում։ Ասում են դու իրավունք չունես քո տիրոջ աչքերի մեջ նայես։ Աչքերդ միշտ գետնի վրա ալնի, չհամարձակվես աչքերդ բարձրացնես։ Եթե հանկարծ ստրուկ աչքերը բարձրացնում էր, կապում էին ծառից արևելիկ էին անում։ Չէ՞։ Բայց այդ տեսեք, հենց ինքը այդ քայլերը, որ արվում էր, այդ մարդը ինքը արժանի էր հարգանքի, կամ այդ մարդը ինքը ուզում էր հարգանքի հասնել, ինքը մենակ ուզում էր տեսնել, որ իր դիմացին այնքան կոտրված է, որ ռիսկ չի անում դաժե աչքերը բարձրացնի, ելու մնաց ինչ-որ գործողություն կատարի իր դեմ։ Այդ ինչի, որտեղ իրանք բոլորն էլ գիտեին իրանք իր վայրենի են, ու գիտեին ինչի են արժանի։ Հա, մրջունների մասին են մեկ էլ որ մրջունից մի քիչ որ թռնում անիչա կուզնեչիկյանը ոնց է մորեխի մուլտիկը տեսել եք։ Հա, որ 15 հատ մորեխ են գալիս են, մորեխ չէ, այդ մորեխի մի վատ տեսակը ոնց է։ Սարանչան, հա, այդ ոնց է։ Հա չեմ անում, այդ բանը մի քիչ մեծ տեսակն է, հա։ 10 հատը տենց բան եկել են մի ամբողջ մրջունների կոլոնիա բան են արել։ Մի անգամ այդ իրանց ղեկավարի եղբայրը ասում է, բայց այս մրջունները ասում այնքան շատ են, որ ուզում են հավաքվել նախ մեզ մի րոպե հուղուկ ուտել։ Այդ ղեկավարը մի անգամ հարցակվում է եղբոր վրա, ասում է, «Դժի չբարձրաձայնես էդի», ասում է, որ անգած գլխի ընկան։ Հասկացա՞ք, ու իրանք ոչ գլխի են ընկնում։ Հասկանում եք, որ ինչի է սա այդ վախենում արկելը։ Հասկանում եք, այդ հոգեբանությունն է։ Եվ իրականում, երբ որ ազնվորությանը իրան դիմավորում են, դու պարտավոր ես Աստծուն հարգես, դու պարտավոր ես Աստծուց վախենաս, եսի մեզ են, դա միանգամից նշանակում է, որ գնալ դեպի սեր իր ճանապարհը միանգամից ջարդեցին ողնաշան։ Հասկանում եք, որովհետև այդտեղից երբեք չի սկսում ճանապարհ դեպի սեր։ Ինչ է ասում գերագույն Աստծո անձնավորությունը։ Ինքը ասում է, դու պրոստը քեզի վատ մի պահի։ Հա? Ու ինձ թույլ տուր, որ ես քո մասին հոգ տանեմ։ Այլ տեղա, որ դու ինձ կհայտնաբերես այնպիսինը, հա, որ ես վստահ եմ, որ հարգելի ես։ Որովհետև ես երբեք չեմ դժվելու իմ տված խոսքը։ Այսինքն գերագույն Աստծո անձնավորությունը իրական հոգևոր դաշտում հարգանքից սկսած մինչև մաքուր սերը ինքը իր պահվածքով է վաստակում։ Հասկանում եք, այսա միշտ հիշեք, ոչ մի տեղ չկա տենց գաղափար իրականում, որ մենք պարտավոր ենք, հարգենք կամ մենք կարող ենք մենակ, եթե բռնություն է, մենք կարող ենք մենակ վախենանք։ Հա? Եթե ես պիտի Աստծուց վախենամ, դա որ դեպքում կարող է լինի։ Մենակ այն դեպքում, որ ես մտածում եմ, որ ինքը անդադար է։ Եթե ես մտածում եմ, որ կյանքը մի անգամ է, հնարավոր չի մտածել, որ ինքը արդար է։ Համաձայնեք, որ մենակ վերածննդի գաղափարն է այդ ամեն ինչը տեղեկցում, որտեղ մենք հասկանում ենք, թե ոնց է լինում, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ստիպված է լինում մեզ ինչ-որ ռեակցիա տա։ Մենք հասկանում ենք, բայց մենք ենք իրան ստիպել, այլ ոչ թե իրան դուրն է եկել։ Այնքան է ասում, դու պրոստը նենց բաներ մի արա, որ ես ստիպված եմ քեզ հատուցեմ, քեզ պատժեմ, պրոստը քեզ խելոք պահի։
Այն մնացածը կտեսնես, թե ես քո կյանքում ինչեր կանեմ։ Հասկանում եք։ Ու այդտեղ առաջի զգացումը, որ դու կձևավորես, այո, դա կլինի հարգանքը։ Այսինքն հարգանքը Աստծո հանդեպ ինքը պետք է այդտենց ծնվի, էլի, ասածս դա է, որ ազնվորությունը ինքը պատճառ, այսքսեց, ինքը հարգանքով վերցնում է հոգևոր պրակտիկան, որտեղ երբ որ ազնվորությունը ինքը հոգևոր պրակտիկայի ճյուղերը արհամարում է, դա նշանակում է, որ ինքը հոգևոր պրակտիկային հարգանքով չի վերաբերվում։ Հարգանքով չի վերաբերվում, հարգանքով չի ստանում։ Հասկանում եք։ Krishna всегда зеркалит. Էդի նոր գաղափարչերի, էդի Krishna-ի սիրած տրուկն է։ Հասկանում եք։ Պատասխաններն ես, ոնց որ դեպի ինքը իրան ինչ գալիս է, ինքը պես պատասխանում է։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն, այս նա է։ Այստեղ է, որ ազնվորությունը ինքը չի կարողանում, ոչ թե չի կարողանում հարգի, այլ չի կարողանում ստանա այն Աստծուն, որը իրան նենց է պահում, որ գիտեք, սենց ասեմ, եկեք սենց ասեմ, տեսեք, օրինակ ես զբաղվում եմ հոգևոր կյանքով, չէ՞, եկա սկսում եմ զբաղվել։ Ինչ-որ բան եմ ուզում սկզբում, չէ՞, որ ուզում եմ զբաղվել։ Տառապանքից կամ ազատվել եմ ուզում, կամ երջանկության մեջ հաստատվել, չէ՞։ Ուրեմն սկսում եմ վերցնել, ինչ-որ մի բան է հավատում եմ, որ այս ինձ կօգնի, էդի անում եմ, ես ինչ, հիմա սենց էլի։ Բայց ես էդի անում եմ նենց, որ Աստված ինձ չի կարող հարգի։ Հիմա ես իմ տեսանկյունն եմ էլի ասում, բացի նոդը չի։ Ես նենց եմ պահում, որ Աստված ինձ չի կարող հարգի։ Ու հետո հայտնվում եմ մի հատ իրավիճակի մեջ, որ եթե ես ինքս ոնց ասեմ, եթե ես ինքս հարգանքի արժանի չեմ, չէ՞։ Չգիտեմ ոնց է ասում, ոնց որ ինքն էլ համարում է, որ դու արժանի չես, որ ինքն հենց քայլեր անի, որ քո հարգանքը ստանա։ Այսինքն իրան, եթե շատ կոպիտ ասեմ, իրան քո հարգանքը ոչ էլ պետք է։ Հասկանում ես, եթե դու օրինակ սրիկա ես, իրան պետք չի, որ դու իրան հարգես։ Իրան հետաքրքիր չի։ Ինքը հանգիստ պարամատմայի տեսքով նայմատեսնի, որտեղ ինչ սրիկայություն անեցիր, հետո ասի արիստեղ, գնա այսին համար այս պատասխան տուր։ Ու իր համար մեկ ալ, որտեղ իրան հարգում ես, չես հարգում, հասկացար, չէ՞։ Պարամատման, ասեմ, գերհոգին, դա այն գերագույն Աստծո անձնավորությունն է, որի համար մեկ է, թե դու իրան ինչպես կվերաբերվես, եւ որ ինքը քեզ հատուցում է, այն ինչի, որ դու արժանի ես։ Հիմա ամենի կարողացա ասեմ ինչ եմ ասում։ Այդ հարգանքը ինքը երկկողմանի է։ Երբ որ կենցանիակ ինքը հարգանքով է մոտենում հոգևոր կյանքին, չէ՞։ Այ գերագույն Աստծո անձնավորությունն էլ ինքը իր այդպես մի տրամադրության մեջ է մտնում, որ սկսում է այնց քայլեր անել, որ ինքն էլ քո հարգանքին արժանանա։ Հիմա կարողացա բացատրել ինչ եմ ասում։ Բայց ինձ համար էսի շատ կարևոր կետ է, որովհետև այստեղից է սկսում անկեղծ հարաբերությունները, հա, որտեղ ինքը ռեալ անձնավորություն է, հասկանում եք, երբ որ մենք Աստծուն մոտենում ենք մենակ այն տեսանկյունից, թե ինչ կարող ենք իրանից վերցնենք, չէ, ինքը մեր համար անձնավորություն չի, ինքը մեր համար ջին է, մեզ հետաքրքրում է մենակ մի բան, ինքը մեր ցանկությունը կատարելու է, թե չէ, հասկանում եք։ Ինքը սկսում է գործել որպես անձնավորություն, որին դու կարողանում ես ասել շոշափես, ինքը ստեղ սենց արեց, ստեղ նենց արեց, ստեղ սենց վերաբերվեց, այնտեղ բան չէ, օրինակ տեսեք, հոգևոր մարդիկ մեկ-մեկ մոտենում են մաքուր նվիրաններին, ասում են, բան, ես չեմ հասկանում, են ասենք, ես չեմ զգում Աստծուն, ես չգիտեմ, ինքը ինձ ոնց է վերաբերվում։ Այ եթե ձեր մեջ այդ հարցը լինում է, իսկ նշանակում է, որ ինքը երբեք ոչ մի ձևի չի արտահայտվել։
Որտեղ երբ որ ինքը արտահայտվում է, դա ոչ մի բանի հետ հնարավոր չի շփոթել։ Ոչ մի բանի, դուք հասկանում եք ճաշակում Աստված արտահայտվեց։ Հա, դա նույն բանն է, ոնց որ չգիտեմ, ում եք համարում գերեսի ինչ, նան վասեք։ Չէ, լուրջ։ Ասեք, հիմա աշխարհում ով է, որ եսի ինչ է համարվում։ Լավ, սենց ասեմ, էլ այդ ուղղակի նույն բանն է, ոնց որ հիմա այս դուրը բացվի, ստեղ Տրամպը մտնի։ Հա, դուք հետո կգնաք ինչ-որ մեկին կասեք, լսեք, ես Տրամպին տեսել եմ։ Կամ եթե ինքը մտնի, այդ մտնելով մի հատ ձեռք մեկնի ձեռքը սենց անում։ Եթե դուք կմոռանաք, դա հնարավոր չի, հասկանում եք, երբ որ գերակույն ինքը անձնավորություն է, երբ որ ինքը արտահայտվում է, դուք հասկանում եք ինքը ինչ էներգիաներ ունի։ Ինքը որ արտահայտվում է, ո՞ց գալուց, այդ պրոպադի ասածն է, ասում եմ, որ դու կուշտես, դու հարևանին հարցնում ես, սոված ես, հաց ես կերել, հասկանում, դա ոչ մի բանի հնարավոր չի շփոթել։ Ուրեմն ամեն անգամ երբ որ դուք կկարդաք այդ должен уважать, должен это, должен то, должен, что это սխալ սկզբունք է, ты никому ничего не должен։ Եթե խոսքը գնում է հարգանքի մասին, ուրեմն դիմացինդ պետք է իրան նենց պահի, որ իր պահվածքով դու ինքը արժանանա քո հարգանքին։ Հիմա ուզում եք ես առաջի հարգանքի կետը ցույց տամ, թե որ քայլն է, որ Աստված ինքը երբ որ այդ քայլը անում է, ինքը այդ քայլով արդեն արժանի է հարգանքի։ Հա, ցույց տամ։ Այնքը գալիս է եւ առաջի բանը, որ ինքը ասում է, եղի մաքուր։ Չէ՞, ինքը որպես ինչ հայտնվեց իմ կյանքում, որպես անձնավորություն, որի համար կարևոր է մաքրությունը։ Չէ՞։ Լենզի ենք ընտրենք իր համար, ես իրան պես ճանաչեցի առաջի քայլից։ Հասկանում եք։ Օրինակ իմ կյանքում այնպիսի պերիոդ ա եղել, հիմա որ ասեմ, շատ է կզարմանաք, այնպիսի պերիոդ ա եղել, որ ես ծխել եմ։ Բայց երբ որ ասենք ես, այդ հենց այդ բակցի շեմին ա եղել, էլի, հասկացաք։ Ու երբ որ ես կարծացի 4 սկզբունքները, ես առաջերտին այդ մտածեցի, ասեցի, ինքը ինձ հիմա ասեց, որ երբ որ դու տենց նստած ես, ես քեզանից զզվում եմ։ Իսկ всё։ Բայց ասեք, այդ իմ всё-ն էդի ուրիշ հարց է, չէ՞, բայց ինչի всё։ Որտեղ ես միանգամից հասկացա, որ հարգանքին, ասեց ոչ թե հենց զգացում եմ, հարգանքի արժանի ազնվորության հետ գործ ունեմ, որտեղ ինքը բացախնդիր է։ Հա? Որպեսզի ինքը ինչ-որ մի ձևի արտահայտվի իմ կյանքում, իմ մեջ պիտի ոչ մի կեղտոտ բան չլինի։ Հիմա դա հարգանքին արժանի է, թե չէ։ Իսկ մենք ինչին ենք ուզում հասնենք։ Մենք երբ ենք ինքը մեր համար երբ արժևոր դառնում։ Մենք ուզում ենք իրականացնենք մի հատ բանաձև, չէ՞, որ ես անում եմ ինչ ուզում եմ։ Հա? Իսկ դու ինձ տուր այն ինչ որ ես ուզում եմ, ոչ թե ինչ որ ես արժանի եմ։ Հիմա հարց եմ տալի, եթե ինքը տենց վարվի, ինքը հարգանքի արժանի է, բայց ոչ մեկ այդ տեսանկյունից չի նայում, չէ՞։ Որ ինքը անձնավորություն է, չէ՞։ Ու եթե ես ասում եմ, այսի ես հիմա, օրինակ ես միջև հիմա, երբ որ Բաբայ գիտամ վերցնում եմ ձեռքերս, բան կոպիտ ասած իմ ձեռքերը դողում է, որտեղ այդի խոսում է ինքը Աստված։ Հա, այսինքն բաց խոսում է։ Ոնց որ ես հիմա ձեր հետ խոսամ, չէ՞։ Այնտեղ ասում են, գերագույն անձնավորությունը ասեց։ Կուլից է բացի, այսինքն ոնց է, հասկացի, ու ինքը ինչ-որ մի հատ բան է ասում, ու երբ որ դու իրան ուշադիր լսում ես, թե ինքը ոնց է վերաբերվում, ոնց է գնահատում, իր համար ինչ տեսակետ է, հա, ինքը ինչ ռեակցիա է տալիս, ինչն է սիրում, ինչը չի սիրում, չէ՞։ Օրինակ ինքը ասում է,
երեք դարպասներ ջղայնությունը, ագահությունը և էգոիզմը տանում են դեպի դժոխք։ Ես ինչ-որ մի ձևի չէ իրան ճանաչեցի, որտև ջղայնությունից, ագահությունից և էգոիզմից կենդանիակները ուրիշներին տառապանք են պատճառում։ Ինքն ինձ ասեց, ես դրա հանդեպ ներվ ունեմ։ Ինքն որպես անձնավորություն սենց բան արում, չէ, այդ դառնում է շոշափելի։ Ինքը իր ամեն մի բառով խոսում է նրա մասին, թե հիմա սենց էլի, իր արժեքային համակարգի մասին է խոսում։ Ու այդտեղ որ դու իրան ուշադիր ես լսում, չէ, դու կամաց քո մեջ հասկանում ես, իսկ մարդը вообще անձնավորությունը ինքը հարգանքի արժանի է, թե չէ։ Ես չեմ խոսում նրա մասին, որ ինքը այնպիսի բաների մասին է խոսում, չէ, որ ասենք դու միանգամից հասկանում ես, որ ինքը միակն է, ում կարելի է սերը վստահել։ Հա, ինքը եւ դրանք, ում ինքը վստահում է իր սերը։ Ոչ մեկին սեր վստահել չի կարելի։ Չէ, նյութական աշխարհում այստեղ բոլոր նստածները, բոլորդ էլ սիրել եք, չէ՞ իմացել։ Այն որ մի հետ նայեք, ինչ է մնացել ձեր սիրելի ունակությունից։ Ովքեր են էդի արել։ Մի հատ տխմուր ճմլված սիրտ, չէ։ Այդ դատարկությունը ովքեր են ստեղծել։ Նրանք ովքեր արժանի չեն եղել, որ իրանց սիրես, որտեղ իրանք ընդհանրապես չեն իմացել սիրո հետ ինչ անեն։ Անեք։ Ես միշտ ասում եմ, ինքնաիրականացումը ամենակեն չի, թե դու կարողանում ես սիրես, թե չէ։ Ինքնաիրականացման 80%-ը ինքն հայերեն է, թե ամենամեծ տոկոսը է, թե դու ոնց ես կարողանում ուրիշի սերը ընդունես։ Ու դրա օրինակը ցույց է տալիս հենց Աստված։ Մասս մի հատ բաներից, այս տրամաբանության տեսանկյունից մի հատ հարց տամ։ Ոնց եք մտածում, էլի, այդ անսահման անձնավորությանը։ Մի հատ ասենց փսորի սերը, ինչ պիտի տա։ Ասած էլի, ինչ պիտի տա։ Այդ ինչ կարա անի մրջունը, որ ձեզ երջանկացնի։ Կարաք ասեք։ Երկու այլ մոլորակայիններ եք, չէ։ Ու այդ մրջունը իր մեջ ոչ մի պոտենցիալ չունի, չէ։ Մենակ ինչ-որ կարողանեց, էլի մի բանկայի մեջ դնեք, դե չեմ այդ հետարքիր բան անի, դու ասես, ոյ, ես ինչ հետարքիր էր։ Ну ничего больше, չէ։ Իսկ Աստված ինքը սերը նենց ընդունել գիտի, որ այդ մի հատ փսորի սիրո հետևից գնում է։ Հա, գալի այդ իր մեծությունով հասնում այդ դուրը, ասում է ինձ քո սերը պետք է։ Հիմա ինքը արժանի է սիրո։ Հասկանում եք, չի մասնա խոսքը։ Այսինքն եւ սերը եւ հարգանքը իրականում գերագույն Աստծո անձնավորությունը ինքը իր արարքներով, նրանով թե ինքը ոնց է արտահայտվում կյանքում, ինքը վաստակում է ամեն ինչը։ Ոչ մի բանը պետք չի ստիպել քեզ, որ իրան հարգես։ Հասկանում եք։ Պետք չի։ Այո, թեկուզ իհարկե կան, ինչ որ պիտի կանոնների մասին ենք խոսում, չէ՞, բայց կան, ինչ որ կանոններ կան, որը սկզբում, երբ որ դու դեռ ոչ մի բան չգիտես, պիտի սովորես պրոստը ճիշտ շարժվել այդ տարածքում։ Համաձայն եք։ Ես միշտ այդ օրինակն եմ, չեմ բերում, որ գիտնականներ են եղել, որոնք այն բանի էպոխը Возрождения վերածնունդի ժամանակ էր, որ բումը սկսվեց ու սկսեցին պուչիշեստյաներ հայտնաբերել, չգիտեմ, զավթել, դեսանել, այդ ամբողջ աժիոտաժը սկսվեց, չէ՞։ Գիտնականներ կային, որ գնում էին Աֆրիկա, ու ասեմ, սպիտակամաշկների համար, մեր համար ժպիտը էդի доброжелательности բանա, չէ։ Հետո դուրս եկավ, որ այնտեղ ինչ-որ ցեղեր կան, որ իրանք էդի ընկալում են նույն ձևի, ոնց որ կենդանիներ կան, որ
ատամները երբ որ ցույց են տալի, իրաց համար դա ժպիտ չի, ատամները որ ցույց է տալի, դա ագրեսիա է։ Հասկացա՞ք, որ գիտնականները ասեն ժպտալով գալիս էին, որ մտնում նեգրերը հասկանան, որ իրանք բարյացակամ են, իրանք ժարիտ էին անում ուտում։ Տենց էին անում, որ իրանք ծեկի չուն տաշնամություն են ստեղծից տալիս։ Այդ իրավիճակում չհայտնվելու համար, այո, սկզբում ինչ-որ մի հատ էտիկետ է պետք, հասկացաք, չէ՞, բայց այդ պետքա հարգեսը, չէ, դա պետքա հարգեսը չի, պետքա սովորես էտիկետը ճիշտ շարժվել, այդ ճիշտ շարժվելու մեջ ընդհանրապես մի տրամադրություն կա, որ ոչ մի սխալ բան չանես, որտեղ դու մտնում ես ուրիշի տարածք, չէ՞, հոգևոր կյանքը այդ պահին քո տարածքը չի, դա այն մարդկանց տարածքն է, որոնք իրանք հոգևոր կյանքով ապրում են, որտեղ ինչ-որ նիստուկաց կա, դու պիտի սկզբում սովորես այդ նիստուկացը։ Հիմա, որոնք են առաջին 10 սկզբունքները, որը իրենք նպաստում են, որպեսզի կենդանիակը ինքը ճիշտ մտնի, տեսեք, այստեղ ինքը ասվում է ճիշտ մտնի բակցի։ Ու այստեղ շատ կարևոր է, որ մենք ընկալենք, որ խոսքը ոչ թե պրոստը պրոցեսի մասին է։ Այստեղ շատ կարևոր է, որ մենք կենտրոնանանք բակցի բառի իմաստի վրա։ Որտեղ բակցի դա նշանակում է սերը, իմ սիրելու պոտենցիալ, կապել ամենաարժանի անձնավորության հետ, Աստծո հետ։ Չէ՞։ Ուրեմն 10 սկզբունքներ, որոնք իրենք հենց ամենասկզբից նպաստում են, որ դու առաջին այդ ոտքը դնես այդ ճանապարհի վրա, որտեղ սերն ազատվելու։ Հասկացաք, չէ՞։ Որտեղ ես մի քիչ առաջ խոսացի, չէ՞, որ կան տրամադրություններ, որը երբ որ մեզի հրամցնում են, մենք ոտքը չենք դնում սիրո ճանապարհի վրա, որտեղ մեզ կանգնացնում են վախի վրա, չէ՞, իսկ վախից սեր երբեք չի առաջանում։ Այդտեղ կենդանիակը մենակ մի բան է զարգացնում, բայց անկար չսխալվում, որ Աստված գլխից չտա, բոբո է դառնում Աստված։ Ու մարդիկ իրանք մեծ տարիքում փոքր երեխայի պես հեքիաթներից վախենում են։ Մենք կան չէ՞ տեսանողներ, որ երեխաներին վախացնում են, որ քնի կամ չգիտեմ, վախացնում են, որ ոտանա, որ սովորի, այ Աստված ինքը դառնում է այդ դերում։ Դրա համար այստեղ իհոր ասում ասա 10 սկզբունքներ են, որոնք իրանք օգնում են, որ դու մտնես բակցի մեջ, այսինքն ոչ թե աղանդը նկատի ունի, այլ էությունը, որ դու քո ոտքը դնես սիրո ճանապարհի վրա։ Հասկանում եք, երբ որ մենք այդ տեսանկյունից կնայենք այս թեման, չէ՞, ամեն մի պունկտը ուրիշ երանգ կստանա։ Հասկանում եք։ Ու առաջի պունկտը, որը ասվում է, գտնել ապաստարան հոգևոր ուսուցչի ոտքերի մոտ։ Հիմա տեսեք, եթե մենք այս ամեն ինչը վերցնենք չորոտ, օժն գաղափարից, չէ՞, մենք ինչ ենք ստանում, կամ հոգևոր ճանապարհ, այրացիների լեզվով ես ունեց ասեմ, որ կա էլի, կամ աղանդ, այդ աղանդը իր մեջ ունի իր հեղինակությունը, միտեղ դա կոչվում է հոգևոր ուսուցիչ, մյուստեղ կոչվում է պատրիարք Սիառուսի, մյուստեղ կոչվում է վեհապար, մյուստեղ չգիտեմ, կապ չունի, ինչ-որ մի հատ լիդեր կա, չէ՞, այդ լիդերը ինքը բան չի անում, էլի, որ բոլորի հետ շփվի, ինքը որտեղ ամենավերևում է, ինքը հենց ունի իր ենթականները, որոնք այն նավիճակներին դիմավորում են, ինքը հենց պիրամիդ է, մի խոսքով, չէ՞։ Ու ասենք տեսեք, այբ դու մտնում ես, ու քեզ ասում են, որպեսզի դու մտնես, հիմա արդեն պիտակավորումը նայենք, ոչ թե էությունը, որպեսզի դու մտնես բակցի կոչվող աղանդի մեջ, դու առաջի հերթին պետքա ընդունես ապաստարան իր լիդերի մեջ, իր լիդերի մոտ։ Իրան պետք է լսես, իր ասածները պետք է անես, ու պիտի հարգես։ Այս սրա մեջ
ինչ հիմք դրվեց։ Այստեղ է, որ ես դարձա աղանդավոր։ Հասկանում եք, կարևոր չի մուսուլման եմ, քրիստոնյա եմ, հինդուիստ եմ, ինչ եմ։ Ես դարձա աղանդի ներկայացուցիչ։ Հասկանում եք։ Հիմա եկեք նայենք այն տեսանկյունից, որ բակցի խոսքը նշանակում էր սիրո ճանապարհ։ Ու այստեղ Բակսիվնո Թակուրը ինքը ասում է, այս այն 10 պունկտը, որը քեզ կօգնի, որ դու սիրո ճանապարհի վրա կանգնես։ Իսկ այդ դեպքում ինչի առաջի հերթին գտնել ապաստարան գուրուի մոտ։ Որովհետև եթե ինքը իրոք Բակսիի կրողն է, ինքը անձնավորությունն է նյութական աշխարհում, որի սրտի մեջ ապրում է սերը Աստծո հանդեպ։ Չէ, ու ինքը ինչ ասեց, ինքը ասեց, այ որ դու ոտքդ ուզում ես դնես սիրո ճանապարհի վրա, առաջի քայլը, որ դու պիտի անես, դու այս նյութական աշխարհում պիտի կարողանաս գտնես այն անձնավորությունը, որի սրտի մեջ այդ սերը կա։ Դու տարբերությունը զգացիք։ Հա? Իսկ չէ որ մարդկանց 90%-ը, երբ որ կարդում են այս տողերը, հասկանում են առաջինը, անում են առաջինը, բայց Բակսիվնո Թակուրը ոչ թե մենակ բացա, արիացիները վաբշե ուրիշ բանի մասին են խոսում։ Եվ որ մենք խորասուզվում ենք ասած բառերի իմաստի մեջ։ Հա? Դուք տեսեք, գեր կարևոր է, որ երբ որ դու կանգնում ես հոգևոր ճանապարհի վրա, դու ապաստարան գտնես այն անձնավորության մեջ, որը այն անձնավորության մոտ, որը այդ էտապում, այդ էտապը ինքը իրականացրել է։ Հասկանում եք, որ դա նշանակում է, որ այդ էտապը իր համար թեորիա չի։ Ինքը այն անձնավորությունը չի, որ 5 անգամ բաժանվել է եւ լեկցիաներ է կարդում ընտանիքի ամրության շուրջ։ Եվ ամբողջ աշխարհը իրան ընդունում է, որպես ընտանիքի ընտանեկան հարաբերությունների գիտակ։ Հասկացաք, չէ՞։ Այդ երբ է տեղի ունենում։ Երբ որ իր հովանավորն է շատ ուժեղ։ Ու вообще կապ չունի ինքը 20 անգամ բաժանվել, թե 100։ Ինքը կոնկրետ փող է բերում, իր գործը լավանում է, ոչ մեկ չի թողնի, որ իր մազին մեկը գտնի։ Հասկացաք։ Չէ՞։ Տարբերությունը զգացիք երեխեք ջանանի, ուրեմն այստեղ Բակսիվնո Թակուրը ինքը դրա մասին է խոսում։ Եվ որ խոսքը գնում է հոգեվորոշուցիչ ընդունելու մասին, խոսքը չի գնում, որ դու դառնում ես ինչ-որ մի ազնվորության ստրուկը, որի հրամանները դու կատարես։ Խոսքը գնում է նրա մասին, որ դու գտնում ես այն ազնվորությունը, որը ինքը իր սրտի մեջ սեր ունի։ Հիմա աստվածամերժության դարաշրջանում այդպիսի ազնվորություն գտնելը բարդ գործ է։ Բայց կան արդեն մարմին թողած հոգևոր հեղինակություններ, որոնք այդ սերը իրանց մեջ ունեցել են։ Եվ այստեղ կա մի հատ շատ կարևոր գաղափար։ Հասկանում եք։ Այդ ազնվորությունների գրվածքները, հա, եւ ես էսի վստահ եմ ասում, որովհետեւ ես ու իմ ամուսինը մենք կատարյալ օրինակ ենք այդ պրակտիկայի։ Մեզ էլ հաբրտում էին գնացիք սրա մոտի ինիցիացիա ստացեք, նրա մոտի ինիցիացիա ստացեք, եսի մովայնի, եսի միջայսի, եսի մովա։ Ну, կյանքը ուղղակի հակառակ բաներ ցույց տվեց, չէ՞։ Բայց մենք համառորեն մենակը տեղ ենք գտնում, այն ինչ որ փնտրում ենք, դա հեղինակությունների գրքերն էին։ Այո, դուք ասած գնում էիր, ասած մտնում էիր կազմակերպություն, ուզում էիր տուժը մի հատ ռակետ գտնես, թռնես լուսին, որ դրան հետ այլևս երբեք ոչ մի կապ չունենաս, ոչ մի հպում չունենաս, բայց քեզ ասում էին ճիշտ է, դա, եթե դեռ չես գալիս, ուրեմն դու եսի ինչ ես, թավաճան, չգիտեմ, սենց, ես եմ։ Բայց երբ որ դու շփվում ես ցանկացած կրոնականություն, ինքը ունի իր սրտերը։ Հա։
Ես միշտ ասում եմ, ես այդքան լավ ծանոթ չեմ, որտեղ երբեք հայերեն կարդացող չեմ եղել, էլի հիմա էլ հայերեն կարդացող չեմ, բայց հանրահայտ ազնվորությունը, չէ, դա մեր մոտ դա նարեկացին է, հասկանում եք, որ հնարավոր չի, որ ազնվորություն ինքը շփվի նարեկացու հետ ու իսկական քրիստոնյա չդառնա, իսկական հոգևոր մարդ չդառնա, հա, ու աշխարհում քրիստոնյաները ինչ ուզում են անեն, տեսեք, ես կարող եմ չգտնեմ բարենպաստ շփում կենդանիների մեջ, բայց մահացածների մեջ միշտ կան են ազնվորությունները, որոնք իրանք սենց են զուլալ հոգևոր կյանքով ապրած էակներ են, և իրանցից ամենավորվածները մեզ իրանց գրքերն են թողել, հասկանում եք, որակ ես միշտ փորձել եմ այդ կապը հասկանամ, ինչու համ Հիսուսը ոչ մի բառ չի գրել, համ Ջենտանյան, այլենք երկուստ էլ ոչ մի բառ չեն գրել, Ջենտանյան ընդամենը 8 հատ նախադասություն թողել իրանից հետո, բայց ինքը թողել է Ռուպա Գոսվամի, Սանատանա Գոսվամի, Ջիվա Գոսվամի, հա, չգիտեմ, Վիշվանաթ Չակրավարտի Թակուր այնպիսի անձնավորություններ, որ դու իրանց գրքերը կարդում ես, այդ մաքրությունը, այդ պիլատաժը, որտեղ իրա, այդ է, էլի, որ գնում ես նմիջում այդ ճղճին բաները, այստեղ սենց արա, այնտեղ արա, այսի սենց շարժեն, ինենց արա, չգիտեմ ինչ, կոչվում է պրակտիկ նվիրված ծառայություն Աստծուն, հա, ճարնացած գալիս ես տուն, չէ, իսկ հենց վերցնում ես այդ անձնավորության գրքերը, իրանք ես մի անգամից թռցնում են տանում եսին որտեղ ու հոգիդ մի անգամից իրա թևերը բացում է, որտեղ էդի մաքրամաքուր շփում է, հասկանում եք, և այո, հոգևոր կյանքում ինքը շատ կարևոր է շփումը այն անձնավորությունների հետ, ովքեր որ տրասեց են տալեն։ Հիմա ես մեր պրակտիկայի մեջ օրինակ բերեմ, չէ, տեսեք, ազնվորությունը ինքը մտնում է հասարակություն, հավատքով մարդկանց հասարակություն, իրանք բոլորը դեռ պայմանավորված հոգիներ են, որոնք ճիքեր են գործադրում, որպեսզի ազատագրվեն տգիտության և գրքերի գոյավիճակից հաստատվեն առաքելության մեջ, հələ հոգևոր ոչ մի բանի մասին խոսք չկա, նյութական աշխարհի ցածր գոյավիճակներից բարձրանալ բարձր գոյավիճակ, ինչի համար, որտեղ այդտեղ դու սովորում ես ուրիշ կենդանիներին չտառապացնել։ Եվ եթե անձնավորություն է գալով այդ հասարակություն, շփվում ամենակ մարդկանց հետ, չէ, իրանք բոլորը դեռ գոյավիճակների ազդեցության տակ են։ Եվ մարդը ինքը տարբերություն չի զգում նյութական շփման և հոգևոր։ Ինչ է ասում բակցի բանտակուրը, եթե ես պրակտիկ ասեմ, այօրինակ երբ որ դու գալիս ես բակցի մեջ, ում հետ ուզում ես շփվի, ում հետ ուզում ես մի շփվի, միակ անձնավորությունը, որի հետ դու շփվես, դա պրոկուպատն է։ Այսինքն քո հիմքը պիտի լինի իրա գրքերը։ Հա? Եթե ասեմ քո բախտը նենց է բերել, որ դու հոգևոր ուսուցիչ ունես, որը ինքը իրա մեկնությունները ունի և ռեալ մաքուր նվիրանամուշտի գլուխ տանող, ուրեմն իրան գրքերը, հասկանում եք, այսինքն այդ հոգևոր ուսուցիչ ասածը ինքը այն հիմքն է, որը իրա մեջ սերը ունի, հա, և որի հետ շփվելով է, որ իրա որակների հետ շփվելով է, որ մենք կարողանում ենք հանդուրժենք հասարակության մեջ այդ ցածր գունաների խաղերը, չէ, որտեղ մենք հասկանում ենք, որ մենք ինքներս ենք գունաների մեջ, ինչ-որ մեկը մեր համար է գունայի խաղ, ինչ-որ մեկի համար էլ մենք ենք գունայի խաղ, հասկանում եք, ու էդիկ ինքը բան է, էլի, եթե դուք դրա վրա ուշադրություն դարձնեք, դուք երբեք չեք կարողանա առաջ գնալ, ուրեմն այդ հեմրելը պիտի լինի
հոգևոր ուսուցչի վրա։ Ինչի է կոչվում ուսուցիչ, այլ ոչ թե քահանա։ Դա որովհետև հոգևոր կյանքում ամենակարևորը դա գիտելիքի տեղափոխում հիմքն է։ Այտենց էտապ հոգևոր ճանապարհի մեջ չկա, որտեղ կենթանեակը ինքը իր էտապին համապատասխան գիտելիքի կարիք չունի։ Հասկանում եք։ Եվ հոգևոր ուսուցիչը ինքը այն է, որ այդ բոլոր էտապների գիտելիքը տիրապետում է։ Չէ՞։ Եվ եթե դուք ունեք, ինքը այդ ասում, որ ինչը որ բարենպաստ է, որ դու կանգնես սիրո ճանապարհի վրա, որտեղ ինքը գիտի, թե այդ նույն բարոյականության օրենքները, այդ նույն ազատագրումը, այդ նույն միստիկական ուժերը դու ոնց օգտագործես սիրուն հասնելու համար, այլ ոչ թե քո էգոիզմը բավարարելու։ Հասկանում եք։ Եվ դրա համար առաջի քայլը դա էդ է, գտնել ապաստարան նրա մոտ, ով սիրո կրողն է։ Հասկացաք։ Իսկ սիրո կրողը ինքը իր սիմպտոմներն ունի։ Հետագայում բացի նոտարկոր այդ սիմպտոմները կնայի, ես հիմա չեմ ուզում առաջ գնամ, հա։ Ուրեմն առաջինը դա է։ Հիմա տեսեք, երբ որ դու կթար են ազնվորությանը, հիմա նայեք, ես այդ զուգահեռներն եմ ծանելու էլի։ Հաջորդը դա ընդունիր հոգևոր ուսուցչի մոտ ձեռնադրում, ինիցիատիվ։ Հիմա նայեք, եթե բակցիդ կամ ցանկացած քրիստոնյա ես, գնա բան, կնքվի։ Մուսուլման ես, չգիտեմ ինչ արա։ Ամեն մեկը ինչ-որ մի բան անում, չէ՞, այդ կապելով։ Աղանդի հետ կապելով։ Տեսեք, եթե բակցի բառը ինքը ընդունվում է որպես աղանդ, քեզ ասեցին, ուրեմն գնում ես, եկար, հա, ընդունեցիր, մենք ամեն կանենք, որ ընդունեցիր, մարշ լիդերի մոտ ու բան, ամբողջ կյանքով մեկ կապի երթում տուր։ Որովհետև հոգևոր ուսուցչի հետ կապը չի կտրվում։ Ես միշտ ասում եմ, որ քրիստոնյաները, համենայն դեպս Հայաստանում, իրանք իրանց սխալ են պահում։ Այն հոգևորականը, որը ինքը երեխային կնքում է, այդ հոգևորականը, քանի դեռ ինքը կենդանի է, ինքը պետք է լինի այդ երեխայի դуховный наставник, չէ, nastavnik, բաների հոգևոր ճանապարհով տանողը, առաքինության մեջ հաստատողը, հա, երեխան պիտի մշտական կապ ունենա, փոքր հասակից պիտի կապ ունենա այն եկեղեցականի հետ, որը իրան կնքել է։ Ոչ թե կանքան, ինչ է, որ էր դրա իմաստը, մի հատ խաչ կախեցինք, մեկ էլ ճակատին գնեցինք, որ ինքը էսի ջեգրեգրի անդամ է, ու վсё։ Հետո գնաց, դարձավ վերջին նյութապաշտից էլ ավելի փիսը։ Հասկանում եք։ Այս է։ Հիմա նայեք, եթե մենք սա բանով ենք աղանդավորությամբ ենք ընդունում, չէ, երբ որ կրոնը ինքը աղանդ է, այս հիմա դա այլանդակ բան է ստացվում։ Գնա դարձի այդ մարդու ճորտը, վсё։ Ինչ ասեց, այն էլ պիտի անես։ Բայց երբ որ մենք հոգևոր իմաստով ենք ստանում, չէ, ուրեմն, երբ որ դու գտնում ես այն ազնվորությանը, որը ինքը Աստծուց հանդեպ սեր ունի, հիմա ասենց ասեմ էլի, ձեռնադրում արա, որ հանկարծ չփախչի, որ հանկարծ չկորցնես, որ ինքը քո հանդեպ այդ պարտավորության զգացում ունենա, որ ինքը քեզ ծիբիջը վեր տանի։ Հասկացեք, չէ, իրականում տեսեք, ասենք, չէ, եթե աղանդի մասին է խոսքը, այդ պասվիշենյան ինքը հետևորդ հավաքելն է։ Հասկանում եք, բայց օրինակ ոնց ասեմ, արիական քաղաքակրթության մեջ դու գիտեք ոնց է։ Այնտեղ կենթանեակը ինքը գիտի, երբ որ ինքը մաքուր նվիրալի հանդիպեց, ինքը հասկանում է այդ ինչ բախտ է։ Հասկանում եք, ու իր համար
ինիցիացիան էտա է, նայ, երբ որ դա աղանդ է, հոգևոր ուսուցիչն է շտապում ինիցիացիա տա, որ հանգիստ չփախնես, որ հետևորդ ունենա, չէ՞։ Իսկ իրական հոգևոր մարդիկ, իրանք երբ որ գիտակցում են այս, որ ես կանգնեմ սիրո ճանապարհի վրա, ես գտնեմ նրանով, որ սիրում է, չէ՞։ Հիմա իսկ այդ սիրողները իրանք գալիս են նյութական աշխարհ, որ քարոզեն, որ այդ սերը տարածեն, չէ՞։ Ինքը անջատված, կոպիտ ասած, էքստազի մեջ իր համար Տեր-Չեթանյան ոնց էր անում, սենց գնում էր։ Ինքը գտնում էր, հասկանում եք, ու այդ ինիցիացիան ինքը նշանակում էր, որ կենդանիակն ինքը վազում իր այդտեղից բռնում իր, որ հանգած չփոխնի, հասկացաք, ուղղակի հակառակը պրոցեսն է դա։ Բայց իրա ներքին բանը հասկացաք, չէ՞, ինքը ինչքան սիրուն է իրականում այդ ինիցիացիայի իրական բանը, որովհետև կենդանիակը ինքը այստեղ է, որ ասում են ճշմարտություն փնտրելն է կարևոր, որտեղ եթե ինքը ճշմարտություն է փնտրել, հասկանում եք, այլ ոչ թե իր համար բաներ, աղանդի անդամ եմ, ուրեմն պաշտպանված եմ։ Ինչքան մենք ավելի շատ ենք, այդքան ուժեղ ենք, չէ՞։ Այդ սա հետի նյութական բաներ են։ Հասկանում եք, իսկ որ ազնվորությունը ինքը ճշմարտություն մանեկող է եղել, ինքը էդ է գնահատում այդ ազնվորության մեջ ու վախենում է իրան կորցնի։ Դրա համար ուզում է վրան սետան ուսնանա։ Հասկացաք, որ հանգած չփախնի, որտեղ ինքը պրոստը գնում է։ Հասկանում եք, ու այս ինիցիացիան իրականում ինքը շատ սիրուն բան է, էլի, որ իրականում սա ոչ թե հոգևոր ուսուցիչ շահագրգռվածությունն է, այլ աշակերտի վախն է այդ ազնվորությանը կորցնել։ Հասկանում եք, այնքը ուրեմն տենց պահ կա, եւ երբ որ արդեն բան ես անում, չէ՞, երբ դու հասկացար դու ում հետ գործ ունես, հիմա պարզ է, չէ՞, որ ասենք, եթե մենք մեխանիկորեն ենք վերցնում, ինքը սենց է, մաքուր նվիրալը ինքը իրան չի կարելի, ինքը երբեք էդի չի անի, ինքը այս աշխարհից չի, ինքը չի կարող ինչ-որտեղ աշխատի, որ իրան պահի, դեքուս պետք ալեմ տեսնեք, Մաքսիմոն Թաքուրը ինքը աշխատել է, իր ամբողջ կյանքում եղել է դատավոր, բայց ինքը կարողացել է էդյան, որովհետև այդ աշխատանքը ինքը կապել է Կրիշնայի հետ, այսինքն ինքը ինչ է արել, ինքը այդ դատավոր լինելը, դա Հնդկաստանի հասարակության մեջ արդարության մի կաթիլ մտցնելն էր, չէ՞։ Ու ինքը հակառակը, ինքը շատ ուրախ է եղել, որ ինքը դատավոր է, հասկանում ես, եւ որպես մաքուր նվիրյալ կարող է հնարավորություն ունենա, որ արդարություն հաստատի, որ Հնդկաստանի այն ամբողջ այլանդակության մեջ ինչ-որ կատարվում է, կաստվի բաներով, չէ՞, սովորական մարդը ինքը իմանա, որ կարելի է արդարության հասնել, եթե նույնիսկ դու աղքատես։ Հասկանում եք, իսկ եթե այդ հանգամանքը չլներ, ինքը չէր կարա, հասկացաք, չէ՞, մաքուր նվիրյալի համար ամեն ինչ պետք է կապված լինի Աստծո հետ, չէ՞, հիմա, ու այդ խնդիրն է, այստեղ հիմա այդ խոսակցությունն է առաջանում, որը ինքը կա, մենք չենք կարա ձևաստենք, որ չկա, մաքուր նվիրյալը դա հոգևոր անձնավորություն է, որը ունի նյութական մարմին, հիմա այդ նյութական մարմինը ինքը ենթարկվում է նյութական օրենքներին, հասկանում եք, Շիլա Պրաբհուպադը ինքը բացարձակ տրանսցենդենտալ էր, դուք դաժե որ իր վիդեոները նայեք, իր վրայից ահավոր երևում է, որ ինքը արհեստական ձևով ոնց որ ասած ինքը մեջ է նստած լինի ու չգիտի այդ մարմինը ոնց շարժի, ինքը տարօրինակ է շարժում, ինքը նման դժվար է լեզու շարժել, խոսալը, իր աչքերը ոնց որ իրանը չլինի вообще։ Ես որ առաջի անգամ իրան տեսա, չէի կարող մաշկեսի այս փոքեմ։ Որտեւ ես առաջի անգամ էի տեսնում մարդ, որը ինքը իրանից այսպես իր մարմնից ամեն մի մոլեկուլից երևում է, որ ինքը տրանսցենդենտալ է։ Որ ինքը ոչ թե այս մարմնի մեջ, այս մարմինը օգտագործում է։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա երբ ինքը հիվանդացավ,
այս հարցը։ Երբ որ ինքը հիվանդացավ, բժիշկները զարմանում էին։ Ասում են, այս մարդու մարմնի մեջ մի հատ սաղլամ տեղ չկա, իսկ մարդը ո՞նց է ողջ օր աշխարհում մեկ սամալյոտների մեջ։ Հենց հիմա ռեանիմացիա, всё։ Հասկանում եք, այսինքն ինքը մարմինը մեկը փչանում էր նրանից, որ ինքը տենց անխնա այդ մարմնի հետ վարվում էր, չէ՞։ Ուզում եմ ասեմ, որ մենք դա պետք է հասկանանք, որ էդի մարդիկ իրանք մի հատ ջուր կարծիք ունեն, հա, որ հոգևոր մարդու մարմինը ինքը պետք է իրան պահի, չգիտեմ, հոգևոր մարմնի պես։ Ոնց կարա նյութը ինքը իրան պահի հոգևորի պես։ Իհարկե չի կարող։ Եվ հոգևոր անձնավորությունը ինքը նյութական մարմին ա վերցնում, որպեսզի նյութական աշխարհը, որ ինքը գալիս է, ինքը մարդկանց համար տեսանելի լինի։ Հասկանում եք։ Հիմա ենթադրեք ես մաքուր նվիրան եմ։ Եթե ես այստեղ նստած լինեի իմ հոգևոր մարմնով, դուք вообще չէիք իմանալու, որ այստեղ մարդ կա նստած։ Որտեվ ոչ կլսեիք ես ինչ եմ խոսում, ոչ կտեսնեիք, որ այստեղ մարդ է նստած, կասեք, խելան եք, ցնդել ենք, ինչու՞ մարդ եք այստեղ ոչ մեկ չկա։ Կթողնեիք կգնայիք։ Հասկանում եք։ Դրա համար, այո, իրանք անպայման բոլոր մաքուր նվիրալները իրանք նյութական մարմին են վերցնում։ Հարց եմ տալի։ Հիսուսին երբ որ մտրակում են, ու այդ մարմնից արյուն էր գալիս։ Դա հոգևոր է։ Հա՞։ Դա նյութական մարմնի նյութագիրն է, չէ՞, մեջը կա արյուն, մարդը ճղում է, մեջից արյուն է գալիս, դե թող արյուն չգար։ Հասկանում եք, այդտեղ այնքան սխալ պատկերացումներ կա, թե ընդհանրապես մաքուր նվիրալները իրանք ոնց են մտնում նյութական աշխարհ։ Հեսա մենք շուտով բակալատամով այդ ամեն ինչ մանրամասը կնայենք։ Բայց ընդհանուր գաղափարը միշտ դա է։ Այո, ուզում եմ դա, նույնիսկ գերագույն աստվածանավորությունն է նենց անում, որ իրա վրա նստի նյութական բանը շերտը, որպեսզի ինքը տեսանելի լինի նյութապաշտների համար։ Հասկանում եք։ Խոսել եք չէ դրա մասին, որ գալ բանի նման է։ Այդ ոնց են։ Եղներն են անում, ուր աննա։ Ну, в общем, որ նստացնում են։ Այդ process-ով է ինքը գալի։ Հասկանում եք, եւ նյութական մարմինը ինքը ունի իր օրինաչափությունները։ Ու հեչ պարտադիր չի, որ բանը մաքուր նվիրալի մարմինը ինքը միստիկա ունենա։ Այդ ամեն ինչը կախված է նրանից, թե ինքը ինչա ցույց տալու է աշխարհում։ Հասկանում եք։ Եթե մենք հետագայում բակավատամով շատ մանրամասը կխոսենք, էլի։ Հիմա տեսեք ուրեմն, ինչ եմ ուզում բացատրեմ, որ այդ ամեն ինչը, եթե դա իրական հոգևոր ուսուցիչ է, այդ ամեն ինչը անենց մի հատ զուլալ բան է։ Եվ որ այ արդեն աշակերտը ինքը հասկանում է, որ հա, այս անznավորությունը ինքը չի կարող, ինքը չպիտի աշխատի, որ կարողանա իր նյութական մարմինը պահի, չէ՞։ Եվ այդտեղ հիմա առաջի քայլը դա նա է, որ կենդանիակը ուսուցիչը ստանում, նոր երկրորդ քայլն է, որ աշակերտը ինքը սկսում է ծառայել։ Հասկանում եք, որտեղ ինքը լավ գիտակցում է ինքը իր ուսուցիչից ինչ է ստանում։ Դրա համար ինքը շահագրգռված է, որ հոգևոր ուսուցիչը ոչ մի խնդիր չունենա։ Որ ինչի համար, որ ինքը կարողանա լրիվ, այսպես լիարժեք տրված լինի հոգևոր գործողություններին։ Չէ՞։ Աշակերտների մասին հոգ տանելն է, քարոզելն է, գրքեր գրելն է, չգիտեմ, էս այն։ Հոգևոր ինքը դրա համար է եկել։ Իրան ոչ մի մաստեղ չի պահում։ Բայց նյութական մարմինը ինքը իր օրենքներով է շարժվում։ Հասկանում եք։ Ու այդ ամեն ինչը ինքը տեսեք ինքը sense գիտակցական, պրակտիկ բազան։ Որ հիմա այդ նյութի մեջ պայմանավորված էակներ, ինքն էլ հմուտ է նյութի մեջ։ Հասկացանք։ Մենք ասում ենք դու պրոստը նստի, դու հոգևորը գիտես, հոգևորն ասա։ Всё։
Դու IT արա, ես կաշխատեմ կբերեմ, քեզ ինչա պետք։ Հասկանում ես, կամ գրքերդ ես կհրատարակեմ, պետք չի, որ դու հրատարակությամբ զբաղվես, կամ չգիտեմ ինչ, քեզանից գնում եմ, որ գիտելիքը քեզանից դուրս գա, պրս, ուրիշ ոչ մի բան քեզանից չի պահանջվում, մեկ է, որ չմոռանաս ինձ գրկես։ Այսինքն հարաբերությունները, հա, հասկացաք, ուրեմն հաջորդը, որպեսզի ազնվորությունը ինքը կարողանա կանգնի, հիմա տեսեք, այս պահանջը ծառայել հոգևորությունին։ Էդի մենակ աշակերտի բանը չի։ Տեսեք, ասենք, այդ պահանջը ինքը գրված է սուրբ գրվածքներում։ Տեսեք, Քրիստոն ինքը Բhagavad Gita-ում հրահանգ տվեց, չէ՞։ Ասեց գտի հոգևորությունիչ, իրան հարցեր տուր, հա, ու երբ որ ինքը քեզ պատասխանում է, իրան ծառայի։ Էդի համել Քրիստոնյի խնդրանքն է մեզ։ Հասկանում եք։ Ինքը ինչ ասում, ասում է, այս հոգևորությունիչները, իրանք անջատվածի մենքերն են, հա, ես իրանց ուղարկում եմ, որ իրանք ձեզի փրկեն, հա, բայց իրանք ինչ-որ տեղ կա, որ դուք եք իրանց համար երեխա, և որ էդի վերաբերվում է հոգևոր աշխարհին, բայց ինչ-որ տեղեր կա, որ իրանք են ձեր համար երեխա, որտեղ իրանք բացի չգիտեն այդ նյութի հետ ինչ անեն, ոնց անեն, հասկացաք։ Խնդրում եմ էլի սրանց մասին հոգ տարեք։ Ես տնավարի ասեմ, էլի, որ տրամադրությունների մեջ մտնենք իրականում այդտեղ ինչ է կատարվում։ Հասկանում եք, ու այդ ամեն ինչի մեջ չի կարա լինի բռնություն։ Այսինքն չի կարա լինի տենց, որ իմ պաշտոննալ հոգևոր ուսուցիչ։ Ես տարվա մեջ 4 հատ լեկցիա եմ կարդում, դուք ինձի պահում եք, բրս։ Պարտավոր եք, այդ աղանդն է, հասկանում եք, Բաքսինդոր Թակուրը մի հատ չքնավ երգ ունի, ջայլադարմա, ինքը ամենաշատը այդ գրքով է հայտնի, իրականում ես որ ճիշտ ասեմ, ես Հրոշիչ Այդանյաշիկ Շամրիտան կարդացի, ես շատ զարմացած էի մնացել, թե ոնց է այս գիրքը մնացել ուշադրությունից դուրս, ու Բաքսինդորին ճանաչում են մենակ ջայլը դարմայով, ոնց որ ռուպոգոսվամիին Բաքսի Ասամրիտա Սինթույով էլի։ Բայց միևնույն է, դի մի հատ շատ գեղեցիկ գրվածք է, ինչի մայր եթե են գրվածք է, միրպեմ։ Ես հոգևորությունների ենք խոսում։ Լավ հիմա գնացի մոտը։ Մենք կետի բանից էի չէ խոսում, որ պաշտոնա, չէ՞, հոգևորությունիչ եմ պաշտոնա, 4 հատ լեկցիա եմ կարդում տարվա մեջ, բոլորդ ինձի պարտավոր եք պահեք։ Հասկանում, այդ աղանդավորությունն է։ Երբ որ ոչ մի նուրբ թել չկա։ Հիմա տեսեք, որպեսզի հոգևորությունիչը որտեղ ինքը ասենք, որպեսզի ինքը շատ փող աշխատի, ինքը հետաքրքրված է, որ շատ հետևորդ ունենա։ Երբ որ ինքը շատ հետևորդ ունի, ինքը պարզ է, ինքը մի հատ է, չէ, ինքը չի կարող, չէ, առավոտից էդի 24 ժամ ինքը պետք է մենակ շփվի, որ ամեն մեկին բավարարի, չէ։ Ինչ է դառնում այդտեղ։ Այն ինչ որ արվում է ժամանակակից բաներում մեծ տեխնոլոգիաներ իրանք օգնում են, էլի։ Այնտեղ մի հատ ադմինիստրատոր կա, որտեղ ասենք սկսնակների հարցերը միշտ նույնն են։ Ամեն մի սկսնակի թվում է, որ ինքը յուրահատուկ հարցատվի, բայց իրանց առաջ մի 50 հոգի այդ նույն հարցը տվել է, էլի։ Ուրեմն այդ ստանդարտ հարցեր կան, հա։ Ուրեմն այդ ստանդարտ հարցերը միացած թղթի մեջ գրած է տաբլիցայի մեջ, կողքը գրած է ճիշտ պատասխանները։ Այնտեղ դրված է մի հատ աշակերտ, որը ինքը ընդունում է հոգևորությունին ուղղված նամակները։ Որովհետև այդ նամակները շատ են, եթե դու այսօր նամակ ես ուղարկում, բոլորը գիտեն, որ դու պատասխանը ստանալու ես 6 ամիս հետո։ Այո, դա մենակ դուք եք ես լքստված։ Հասկանում եք։ Չէ՞։ Ու բոլորը պարտավոր են այս պունկտերը։ Принять инициацию служить. Всё. Ինչով են ծածկվում։
Практическое преданное служение. Այսինքն ես ոչ պարտավոր եմ քեզ եսի ինչ անեմ, աշակերտները, տեսեք ինքը սիստեման ոնց է դառնում, էլի։ Աշակերտները տալիս են լեկցիաներ ամեն առավոտ խրամում, ով ուզում է գնում է լսում է։ Հոգևոր ուսուցիչը այդ վաղ ինչ անում։ Հա ինչ-որ մի տեղ գնում է, ասես բամբակների մեջ իրան պահում են, 3 հատ լեկցիա կատում, 2 օր հանգստանում է, հետո գնում է մի հատ ուրիշ տեղ։ Всё. Ոչ ոք չանում։ Աշակերտները ընդեմ մնում են, աշակերտները նրանք ովքեր արդեն ստիպված որտեղ իրանք լեկցիա կարդան նստում են գրվածքները, մեկ ավելի լավ են իմանում, քան իրանք հոգևոր ուսուցիչները։ Ես լուրջ եմ ասում, ավելի լավ են իմանում, քան նրանց, եւ պրակտիկորեն իրանք են հոգևոր ուսուցիչներ, որտեղ իրանք են նորեկներին ընդունում, իրանք են օգնում, որ այդ նորեկները ոտի կանգնեն։ Իրանք են լեկցիա կարդում, իրանք են հարցերի պատասխանում, այն մի ուսուցիչ ինքը մենակ գալիս է ինիցիատիվա տանի ու մոռանում է։ Всё. Հասկանում եք, հա? Ու ինչով են մարդուն զբաղացնում։ Արի տաճարում կարտոֆիլ մաքրի, որ հաց զարկենք, արի լվա, արի ինչով կարող ես աջակցես։ Դա կոչվում է պրակտիկ նվիրված ծառայություն Աստծուն։ Չէ, նենց չի, որ դա կարևոր չի։ Մենք այդ ամեն ինչի մասին կխոսանք։ Հասկանում եք, ես ուզում եմ, որ այս խոդը մենք այդ հարցի պատասխան, որտեղ ես անձամբ երկար, երբ որ այս բաները կարդացել եմ, չէ, մենքամից այդ չէ, դեպ տալիս այսի։ Բանդավայ շուշուտ, հա, ես փորձել եմ տրամադրությունների մեջ մտնեմ։ Որտեղ երբեք չեմ հավատացել, որ արիացիները իրանք կարային sense կոպիտ լինեին։ Ինչ են ասում իրանք ստեղ։ Իրականում, ինչի մասին է խոսքը։ Իսկ խոսքը այն նրա մասին է, որպեսզի դու կանգնես սիրո ճանապարհի վրա, պիտի գտնես նրան, ով որ այդ սերը ունի, պահես նրան քո կյանքում ու հոգ տանես իր մասին։ Ինքը քո հոգևորի մասին հոգ տանի, դու իրա նյութականի։ Հա, բայց այդ ամեն ինչը ճիշտ է, եթե առաջինը ինքը քո հոգևորի։ Հետո նոր դու այսինքն այդ քո ուսուցչին ծառայելը ինքը միշտ պետք է լինի ոչ թե դոլժն, որտեղ դոլժն դա սկզբից է, չէ՞։ Հələ բան չի արել, պարտավոր ես։ Ինչի որտեղ ինքը պաշտոնով հոգևոր ուսուցիչ է, դες պաշտոն գոյություն չունի։ Դա աստվածամեժության դարաշրջանի հնարանքն է։ Հոգևոր ուսուցիչը դա կվալիֆիկացիա է, ոչ թե պաշտոն։ Հասկանում եք։ Ու այդ որ ասում է ծառայություն, չէ՞, այդ արանքում, որ դու ընդունեցիր եւ դիմեցիր, որ դառնաս իր աշակերտը, ինքը ինչ որ մի հատ անեց բան պիտի անի, որ դու ուզենաս իրան ծառայես։ Հասկանում եք, դա զորով չի։ Իսկ հոգևոր ուսուցիչը ինքը հակառակը ինքը միշտ այնպիսի լինի, որ դու ուզում ես ծառայես, չես ուզում ծառայես, գնահատում ես, չես գնահատում, ես մեկը հավասարապես բոլորի հոգևոր աճի մասին հոգ եմ տամ։ Հասկանում եք։ Սա է իրական հոգևոր ուսուցչի սիմպտոմը։ Այսինքն այ ոնց է, մեկ չեմ ես որ բացատրում եմ, ասենք 9 տեսակի ծառայությունները, չէ՞։ Ու ես ասում եմ, եկել ասում է, լսի, կրկնի, հիշի, երկրպագի։ Ես ասում եմ, այ լսեց, կրկնեց, հիշեց։ Ինչի հաշվի պիտի երկրպագի։ Հասկանում եք, այդտեղ Աստված ինչ-որ մի հատ քայլ պիտի անի, չէ՞, որ ես ցանկություն ունենամ իրան երկրպագի։ Այդ երկրպագելը զորով չի։ Կամ էսպես էլի, մենք ամենակարևոր բանը պիտի իմանանք Աստծո մասին։ Իրան вообще պետք է մեր զորով ծառայելը։ Հա, իրան պետք է որ ես առավոտը ճոճես այս բանով, ասեմ, ախորոդես ասեցինք, էլի նորին տեսանուժման կյանեմ, կարմի անկնեի, զորով վեր կենամ, բաս այս ալտարը բացեմ, քիթ մարուտով սկսեմ։ Ասեմ, գնաստես։ Այն հազարավոր միլիարդավոր նվիրալներ սրտանց կանգնած
իրան ծառայություն են անում, այդ կուկիտ մռուտին է ինքը կարոտ, որ должен, ты вообще ему ничего не должен, այդ իրան այդ կո должен-ը вообще պետք չի, հասկացաք, չէ, այսինքն ինչ-որ մի բան պիտի տեղի ունենա, չէ, որ դու էդի սրտանցան ես, այդ նույն բանը էստեղ ան գրած, հասկանում եք, որ երբ որ մենք էությամբ հարաբերությունների մասին ենք խոսում, չէ, այդ ընդունել հոգևոր ուսուցիչ, ստանալ իրան մոտ ձեռնադրում, հիմա մյուս տեսանկյունից նայենք, որ երբ որ դու իրան ասում ես հանգարտ չփախնես, ինքը քեզ ասում է ոչ միտեղ չեմ գնալու, քո մասին հոգի տանելու։ Հա, այդտեղ է, որ ինքը քեզ երբ որ Պասվիշենյայի ժամանակ ինքը քո հոգուն խոսք է տալի, որ քո հոգուն մասին հոգ է տանելու, հա, դու ասում ես ես էլ քո մարմնի մասին հոգ կտանեմ։ Հասկացաք, չէ՞, այդ ամեն ինչը ինքը լինում է փոխադարձ լավ վերաբերմունքի արդյունք։ Հասկանում եք։ Ու այդտեղ, եթե դուք մի քիչ ուշադիր լինեք, միշտ կտեսնեք, որ եթե ինչ-որ մեկը կեղծավորություն է անում, երբ որ փորձում է ծառայի հոգևոր ուսուցչին, իրական հոգևոր ուսուցիչը տենց աշակերտի ծառայությունը հետապրտումիքը չի ընդունում։ Դրա կարոտը չի։ Որտեվ ինքն էլ, այ ոնց որ Աստված ունի այն նվիրաներին, որոնք այդ նույն պահին սիրով ալտար են բացում նվիրան ծառայում, դից էլ հոգևոր ուսուցիչը միշտ ունի աշակերտներ, որոնք իրանք անկեղծ իրան սիրում են եւ իրանց մեջ այդ սիրային ամենը կա։ Չեմ ամեն ինչ կարողացա ներկայացնեմ այն նրբությունը, որ իրականում կա այս սկզբունքների մեջ, ու այն կոպտությունը, թե ոնց կարելի է հասկանալ այս նույն տեքստերը, եթե դու պրոստը սիստեմշիկ ես։ Հա? У мишки щек. Самое любимое слово системщиков – это «ты должен». Հենց որ հայտնվեց այդ դու պարտավոր ես խոսքը, հա, մի անգամից նշանակում է, որ դու գործ ունեք մի ազնվորության հետ, որը ինքը չի կարող վաստակի այն ինչին, որ ձեզ պարտադրում է։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Ինքը այդ որակը չունի, ու ինքը պահկվում է սկզբունքի հետևը, որ դուք չտեսնեք, որ ինքը արժանի չի, որ դուք հարգեք, կամ ինքը արժանի չի, որ դուք հոգ տանեք։ Դրա համար ինքը ձեզ պարտադրում է արտաքին բանը, տեստը գրած է, ընդունի հոգևոր ուսուցիչ, ինիցիացիա ստացի իր մոտ եւ ծառայի եղավ իմ պաշտոնը հոգևոր ուսուցիչը։ Այնց որ ինքը ձեր աչքն ամուսնում իր պաշտոնը, իմացեք, որ դուք գործ ունեք հոգևոր կարիերիստների հետ։ Ուզում ա դառնի հոգևոր ուսուցիչ, ուզում ա լինի քահանա, ուզում ա լինի մոլա, ուզում ա լինի ռավին, ով ուզում ա լինի։ Եթե ինքը ձեր աչքն ամուսնում իր դիրքը, ինքը հոգևոր տեսանկյունից տալու բան չունի։ Որտեղ այն ազնվորությունը, որը ինքը իրական հոգևոր ազնվորություն է, ինքը շռայլորեն տալիս է բոլորին, ինչ որ ինքը ունի, հա։ Ու այո, իհարկե, այդ շռայլության մեջ ինչ որ մեկին էդի պետք չի, այսինքն գիտեք, այնտեղ այլացիների մոտ մի հատ շատ այս պահին շատ ճիշտ օրինակ կա։ Իրենք ասում են եւ Աստծո եւ նվիրալի ողորմածությունը իրանք նման են անձրևին կամ արևին։ Հա, անձրևը ինքը երբ որ գալիս է, ինքը գալիս է եւ քարերի վրա, եւ ջրի վրա, եւ հողի վրա, եւ այսինքն ամեն տեղ։ Եվ այնտեղ որտեղ ինքը պետք է, եւ այնտեղ որտեղ ինքը պետք չի, ու մաքուր նվիրալ ինքը երբեք չի մտածում, որ ջրից էլ պիտի ծիլ գա, երբ որ ինքը այնտեղ ջուր է լցնում։ Հասկանում եք, բայց հողից ինքը գիտի, որ այնտեղ սերմեր կան թաքված։ Չէ՞։ Եվ անձրևը երբ որ անապատում է գալի, անապատը ծաղկում է, որ մեկ-մեկ ես փոքր ժամանակ, երբ որ պապաս ինձ պատմում էր այդ ամեն ինչը, ասենք ֆիլմերում սովետական մեջան ժամանակ շատ կային էլի բնության հետ կապված դոկումենտալ ֆիլմեր,
ասենք որ նայում ենք ես առաջի անգամ ցնցվել էի այդ որ անապատի մեջ անձրև եկա ու իրենց այն արագացրած բանով ցույց էի տալի այդ ես մենակ օֆիս նստած մտածում ասած չա 60 աստիճան 70 աստիճան վառված տեսոկի մեջ է սերմը ո՞նց է մնացել ո՞նց է մնացել է սերմը տեղ որ հետո էլ կասեն կարողացել է ինչ-որ մի բան բուստի, հասկանում եք, չէ՞։ Այ նվիրալները եւ Աստված իրանց ողորմածությունը դրա նման է։ Իրանք այդ ողորմածությունը սփռում են ամեն տեղ, անկախ նրանից ինչ կստանան, շնորհակալ կլինեն, շնորհակալ չեն լինի, կվերցնեն, չեն վերցնի, ինչ կանեն, ոնց կանեն, հասկանում եք։ Այսպես բան է երեխեք ջան։ Հենց որ այո, իրականում հոգևոր կյանքում հոգևոր ուսուցիչը ինքը շատ կարևոր դեր կատարող մասնագիտություն է։ Անձամբ ես որպես հոգևոր մարդ կարող եմ ասել, որ ահավոր բախտավոր եմ եղել այդ հարցում, որտեղ ունեմ հոգևոր ուսուցիչ, որը երբեք ինձ չի հաստատացրել։ Հասկանում եք, երբեք այս ամբողջ ընթացքում մի հատ բառ, մի հատ չկա իր կողմից ասած, մի հատ գործողություն չկա արած, որից ես տրկողում եմ կամ հիասթափվել նրանից։ Ու այդ գանձը ինչա նշանակում ունենալ է նվիրալը, որի հետ դու ընդհանրապես բոլոր կետերում համաձայն ես իր հետ, ոսից դիզայն եղովիտել է ստայդուշուի, չէ՞։ Դա իհարկե հազվագյուտ երևույթ է, այդ իմաստով ես շատ երջանիկ նվիրալ եմ մինչև հիմա էլ ծառայում եմ իմ ուսուցչին ու հույսով եմ, որ ինքը թույլ կտա, որ մինչև վերջի շունչս էլ ծառայեմ իրան։ Հիմա էլ մեծ սիրով ձեզ ներկայացնում եմ այն նրբությունը, որով ինքը մոտենում է բացի հարցերին։ Իսկ բան